Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 5-ն է, մնաց 2 օր, մինչև քվեարկության օրը։ Այսօր Հայաստանում կայացավ թերևս քաղաքական իմաստով ամենակարևոր երևույթը, դա քաղաքական դեբատներն էին առաջի դեմքերի մակարդակով, եւ որից շատ որոշակի հատվածներ եմ ես այսօր պատրաստել ձեր համար, այնպես որ վերցրեք պոպկորնը, չգիտեմ, դրեք սուրճը, թե ով ինչ խմում է, պատրաստվեք երկար ու հետաքրքիր բացահայտումների։ Ասեմ, որ ամբողջը ես նայել եմ եւ ձեր համար ընտրել եմ ամենահետաքրքիր պահերը։ Հանելով են աղմուկները, այն վեճերը, անհետաքրքիր պահերը, թողել եմ բացառապես այն ինչ որ կարևորը մեզ այսօրվա վիճակը հասկանալու համար։ Մինչ այդ ուզում եմ ձեզ ճիշտ ասած ցուցադրել ամենահետաքրքիր պահը առանձին ի սկզբանե։ Ես շատ կարևոր Պարոն Կարապետյան, այստեղ կա 14 պրո-հայկական ուժ եւ 1 պրո-ադրբեջանական ուժ եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Մեզ շատ կարևոր Այո, որովհետեւ պայերեք ինքը պնդեց որ բոլորդ գործակալներ եք, հորքն ժամանակ ինքը վարչապետ է, պատկերացնում եք, կանգնել է, որ մի 10 հոգու եւ ավել, պնդում է որոնք օտարերկրյա գործակալներ են։ Վարչապետը այս դեմքով դուք ուզում եմ այս դեմքին ուշադիր նայեք, որ հասկանաք ինչ է մնացել սրանից։ Հա, եւ այս ամբողջ ընթացքում, այս ամոթ մենք նայենք, կհասկանանք նաեւ սրա հոգեկան վիճակը եւ ամենակարևորը անելանելիությունը սրա։ Ու ինքը չի դիմադրում, որ ասում է միակ պրոադրբեջանականը դու ես։ Ինքը գիտի որ դա ճիշտ է։ Ու ինքը չի դիմադրում։ Նայեք դեմքին բացարձակապես ոչ մի բան չկա, բացի դառը իրականությունը առնչվելը։ Հետաքրքիր պահեր եղան այսօր, մասնավորապես հա, երբ որ Էդմոն Մանուկյանը եկել իր թվով կանգնել է դա գլխին, ինչ ասեմ, իմ համար հետաքրքիր էր ինչքանով չնայած որ ծանր էր այդ ամեն ինչը դիտել, լսել, բայց հետաքրքիր էր որոշակի բացահայտումներ անելու համար, որը ուզում եմ ձեր հետ կիսվել։ Եվ այսպես ձեր համբերությունը չեմ ուզում չարաշահել, գնանք հերթականությամբ։ Ես հետևել եմ ձեր հարցազրույցներին, դուք շատ չկունեք, կարողանում եք հարցին կոնկրետ չպատասխանել, դրա համար կխնդրեի, որ հնարավորինս կոնկրետ պատասխանեք։ Հաղթանակ չունենալու դեպքում Սամվել Կարապետյանը պատրաստվում է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան, գործել Հայաստանում որպես քաղաքական եւ տնտեսական գործիչ։ Խնդրեմ 1 րոպե։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան, ավելի ավակի իրավունքով ես ձեզ կդիմեմ պարոն Սարգսյան։ Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ եւ տեղափոխվելու է Հայաստան, հետագա տարիները նա օգտագործելու է, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, մեր երկրին ապահովի վերջապես այս աղքատության ճիրաններից ելք եւ ազատություն այն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքը հայտնեն։ Դա է մեր ծրագիրը, դա է մեր ացած ճանապարհը ու այն ճանապարհը, որով մենք գնալու ենք։ Եվ ես բոլոր մեր ընկերներին, ովքեր այստեղ են, այսօր այստեղ են, հրավիրում եմ, որ իրար հետ մասնակցենք Հայաստանի շենացման գործին, բոլորս իրար հետ, մեր ուժեղ կողմերով, բացի մեկից։ Շնորհակալ եմ։ Արձագանք խնդրեմ։ Բնականաբար ակնհայտ էր, որ պատասխանը պիտի լինի, որ մենք հաղթելու ենք, բայց մրցակցությունը այնպեսի բան է, որ կարող եք պարտվել, ու պարտվելու դեպքում է, որ հայ քաղաքացուն հետաքրքրում է այդ հարցը։ Իրավունք ունեմ։ Պարոն Սարգսյան, վստահ եղեք, որ մեր պայքարը հաղթանակի համար է, այսքան մարդիկ անցնում են պայքարի ուղով, ճնշումների ուղով, միայն վերջնական հաղթանակ ունենալու համար։ Եվ մենք մի քանի օր է մնացել, այդ հաղթանակը կտեսնենք եւ դուք վստահությամբ կարող եք այդ ժամանակ տեսնել, թե ինչպես է Սամվել Կարապետյանը Հայաստանում փոփոխությունները իրականացնում։ Ես չգիտեմ եք ինչ կտեսնենք ամսի 7-ին կամ ամսի 8-ի գիշերը, բայց այսօրվանից պետք է հայտարարվի հանրահավաք բոլոր ուժերի մասնակցությամբ հենց ամսի 8-ին։ Եթե դեռ չեք հայտարարել, վաղը թերևս վերջին օրն է, թե չէ հետո ուշ է լինել։ Ամսի 8-ին պետք է արդեն հայտարարվի հանրահավաք։ Վերջում կասեմ ինչու։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյան, հետո Էդմոն Այստեղ Ալթան։ հնչեց, որ Սամվել Կարապետյանը տեղափոխվելու է Հայաստան, ես ուզում եմ ասել, կալուգացի Սամվել Կարապետյանը արդեն իսկ տեղափոխվել է Հայաստան եւ Հայաստանից բավական երկար ժամանակ չի հեռանալու, նա իմացնում է փողերի լվացման մեղադրանքով եւ այդ թվում պատասխան է տալու մեր մանկապարտեզների, դպրոցների, զորամասերի վրա հոսանքի ավել փող գրելու եւ գրպանելու համար, այնպես որ դրան բավականին երկար ժամանակ
հնարավորություն չի ունենա Հայաստանից ընդհանրապես հեռանալ, այստեղ հնչեց քաղբանտարկյալներ, Հայաստանում քաղբանտարկյալ չկա, ինձ համար տարօրինակ է, որ մարդկանց կյանքի Միջև է հնչել է քաղբանտարկյալներ, բոլորը պնդում են, որ քաղբանտարկյալներ կա, բացի Նիկոլից եւ Նիկոլինկից Արման Թաթոյանը լավ ձևակերպեց, ասեց դու Բաբաջանյանն արմել, ոնց դու Նիկոլի ձախ ուզում էր ասել ինչ-ու մի բան, բայց ուրիշ անուն տվեց։ Մի խոսքով, Նիկոլը ստեղ մենակ չէր։ Իրար հետ են իր ձախ, աջ, մեջտեղի, հետևի Բաբաջանյան, Սարգսյան, այնտեղ Շիրիմյան, պլյուս երկու վարող Պետրոսը եւ կողքինը։ Իրանք սենց 6 հով էին, մնացածի դեմ ամեն մեկի դեմ հաթաթ։ Այսօր Փաշինյանը մենակ չէր ստեղ, էլի։ քեր խլած անձը, այսինքն կոնկրետ մարդիկ անուն ազգանունով սպանվել են եւ հիմա կարող են նրանք այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ։ Կամ այն մարդիկ, որոնք բռնության ակնհայտ կոչեր են անում, կարող են այս ամբիոնից կոչվել քաղբանտարկյալ Հայաստան Քաղբանտարկյալներ կոչվեցին նաև Սասնածռերը, բոլոր նրանք ովքեր բանտում են այսօր, այս ընթացքում են հայտնվել բանտում, ինքը ոչ մեկին քաղբանտարկյալ չի ընդունում, ասում է դրանք մարդ են սպանել։ 10 իրար հետ դատախազն ես արդեն։ Դու տենց է չպարզեցիր այդ պպցիում, ով սպանեց։ Հա? Ով սպանեց մնա։ Վալոյանին գիտենք, որ գնդակից է պատահական էր Ռիկաշետովա զոհվել, բայց ներքուսին դրսում ով սպանեց։ Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնում է ուղիղ Սերժ Սարգսյանի գծած, նախագծած տեքստերով ու պնդում է, որ 10 հոգով են սպանել Գագիկ Մկրտչյանին, որը 1 ամիս հետո հիվանդանոցում է մահացել, էնել արյան վարակումից։ Մարդը հելել է իր ոտով գնացել է, մահացել է հիվանդանոցում մի ամիս հետո։ Մյուսին են ավտոյի մեջ են խփել։ Տղեկի մոտից, ապստամբների մոտից 1 կիլոմետրի վրա, բայց պնդում է, որ այն բոլոր տղեկը հիմա կոնկրետ թիվը չեմ ասում։ Նստած են, նրանք բոլորը մարդ են սպանել։ Գիտես Ժորժ ջան, մարդ կարող է սիրի, կարող է չսիրի, ապստամբների մասին է խոսքը, Սասնածռերի մասին է խոսքը։ Իսկ դա բացարձակապես չի ուզում։ Ինչ ճիշտ է, դա պետք է հնչի։ Ճիշտ է, եթե մենք բազար ենք անելու, մենք երկիր ունենալ չենք կարող։ Գնանք առաջին։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալ չկա եւ ընդհանրապես ես հակառակն եմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն իսկ հոգնել են այդ քաղբանտարկյալային սերիալներից եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն հոգնել, այդ քեզա ցավացնում քաղբանտարկյալներ թեման ու լավ է ցավացնում։ Վերջո օրենքի գերակայությունը դիկտատուրայո, բայց իրավունքի եւ օրենքի օրենքի դիկտատուրայից է խոսում ինքը։ Բայց մոռացավ ինքը ասել, որ այդ օրենքներն ինքն է ախել, բա Այսօր քննարկվում է Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում է քաղբանտարկյալների մասին, դասական օրինակ է Հայաստանում, որ Հայաստանի վարչապետը իրեն դրել է եւ քննիչի տեղ, եւ դատախազի տեղ, եւ դատավորի տեղ։ Սինխրոն աշխատում են, հավաքների ժամանակ մի հատ հայտարարություն անում, միանգամից քրեական գործերը հարուցվում են։ Դասական օրինակներից է այո, Օսիպյանի դեպքը։ Մյուս ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, որոնք բացառապես արվում են քաղաքական հանձնարարականներով, հակառակ պարագայում որևէ անգամ այդքան ձայնագրություն ենք հրապարակել այսքան ժամանակ, որ այդ թվում անուններ ենք տվել Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, մյուսներ, ոչ ոք նախընտրական քարոզչության անօրինականությունների համար չեն հարցակրվել։ Նիկոլ Փաշինյան Ուրեմն նախ ես արձանագրում եմ, որ խոսում են հայկական կապիտալի մասին, հայկական կապիտալը, որ թալանի միջոցով հոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության գրպանները 18 թվից 6.6 միլիարդ դոլար հանվել է նրանց գրպանից եւ ուղղվել է պետական բյուջե։ Ապօրին լսեցիք, փաստորեն սրանք 6.6 միլիարդ փող են բերել։ Լսեք թիվը, լսեք։ Բա մենք մի հատ Range Rover գիտեինք 5000 դոլարանոց Ամերիկայից։ Տեսեք ինչ թվեր է։ Գույքի բռնականցման մեխանիզմով 18-ից եւ հարկային եւ այլ մեխանիզմներով 8 միլիարդ դոլարի գումար վերադարձվել է պետությանը։ Լսեցիք, նույնիսկ 8 միլիարդ։ Մատը լսենք հələ։ Հարկային եւ այլ մեխանիզմներով 8 միլիարդ դոլարի գումար 8 միլիարդ դոլարի գումար է վերադարձել Հայաստան։ Դուք գիտեք, որ Հայաստանի բյուջեն ավելի քիչ է։ Իրանք փաստորեն ուրեմն 6 մի անգամ են բերել 6.5, հետո 8 միլիարդ են բերել, 8 միլիարդ էլ բարք են արել։ Դե պատկերացրեք սենց թալանի մասշտաբը 22.5 միլիարդ։ Հայաստանի բյուջեն սկի 8 միլիարդ չի, ժողովուրդ ջան։
ինչ ուզում, ոնց ուզում ասում է։ Սենց բանավեճերի ժամանակ ճիշտը խոսացողի գործիքները սահմանափակ են։ Սուտ խոսացողը իր գործիքների մեջ սահմանափակում չունի։ Ինչ ուզում ասում է, այսպես։ Վերադարձվել է պետությանը եւ ծառայում է ժողովրդին։ Իսկ այս մարդիկ Ծառայում է ժողովրդին, բա։ Այ ժողովուրդ ջան, չգիտեիք, որ դուք արդեն 22.5 միլիարդ փող եք բերել դրսից։ Դա ձեզ է ծառայում, իսկ դուք դժգոհում եք։ ժողովրդին թալանել են այդ թվում մանկապարտեզների վրա հավելագրումներ եւ զորանոցների պետական մարմինների համայնքների վրա հանելով։ Ինչ վերաբերում է ձեր նշած անձին։ Ուրեմն ձեր նշած անձի կալանավորում բացարձակապես կապ չունի այդ օրվա միջադեպի հետ։ Դեռ այդ պահին նրա նկատմամբ բռնություն քարոզելու, բռնության կոչեր անելու հրապարակային հոդվածով քրեական գործ է հարուցվել եւ մասնավոր Արտուր Օսիպյանի մասին է խոսում։ Հասուն Արտուր Օսիպյանը բռնության կոչեր արել։ Ու հավաքվածներից ոչ մեկ չի հիշում իր լեքսիկոնը։ Ազնիվ խոս, ոչ մեկ չասես, լսեք, այս երկրում մի հոգի կա ամբողջ օրը բռնություն ատելություն քարոզող, էդի դու ես, այն Նարեկ Կարապետյանը կարող էր նաև դրա մասին ասել, որ եթե կա մեկը, որ ամբողջ օրը բռնություն է քարոզում եւ ատելություն, էդի դու ես։ Այդ առումով բաց թողեցի պահա։Ավորապես նա ողնաշարը կջարդեմ եւ այլն կոչերով է հանդես եկել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջում են եւ ստանալու են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն նույնիսկ չունեցող մարդիկ չգան եւ մեր փողոցներում չհոխորտան եւ Հասկացեք ինչն է ցավացրել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չի ընդունել, բայց նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է Արտուր Օսիպյանը։ Ուղղակի հին ազնագիրը չի փոխել։ Հետն էլ հիշացրել է իր կոռումպացված լինելու մասին։ Բայց ինչ որ միտեղ ասել է ողնաշարդ կջարդեմ ու դրա համար դատապարտել են փաստորեն ինքս ոչ մի անգամ չի ասել ինքն էր ասում կզսնելու եմ բոլորդ խեղտելու եմ չգիտեմ էս եմ անելու են միակ մարդը որ կամերայի դեմ գոռում է բռնության մասին դա ինքն է Արամ Սարգսյան, Պարոն Սարգսյան։ հետո Գուրգեն Սիմոնյան։ Ես ուզում եմ հարցնեմ Նիկոլ Փաշինյանից, ինքը ինչ գիտի, որ Ոչ չիչացնեմ ձայն կտակ։ Սամվել Տեսել են։ Կարապետ, լսում եք։ Ինքը ինչ գիտի, որ Սամվել Կարապետյանը չի հեռանալու երկրից։ Այսինքն ինքը արդեն այդ որոշումը կայացրել է, արդեն այդ քնիչը այդ որոշումը ընդունել է։ Այս հարցը ինձ ինչ է հուզում, որովհետև դուք եկել եք իշխանության որպես հեղափոխական մաչոներ, իսկ հիմա դարձել եք մաթոների իշխանություն։ Այսօր մնացական Մարտիրոսյանը դատարանի նախագահը։ Դուք պիտի անցումային արդարադատություն կայացնեք, բայց դուք ամենավատ հատկանիշները հին ռեժիմների վերականգնեցիք եւ հիմա իրականացնում եք կամայական դատավարություններ։ Որպեսզի այս խայտարակ վիճակը չլինի, նախ սա բանավեճի ֆորմատ չի, մենք հնարավորություն չունենք մտքերով են արտաբերած կեղծ ինֆորմացիաներին պատասխանենք։ Նախ առաջին հերթին մենք 2018 թվականից առաջարկել ենք անցումային շրջանի, այսինքն 1 ամյա ծրագիր անցումային շրջանի հակաճգնաժամային կառավարություն, որին հակադարձում էին ստեղ ներկաներից գրեթե բոլորը քիչ տարբերությամբ, ասում են ինչ անցումային արդարադատություն, ինչ լյուստրացիա, գործակալական, քաղաքական, տնտեսական, որ կուսակցությունների մասին նորորեք, ընտրական օրենսգրքի մասին նորորենք։ Վարժան Ավետիսյանը այս տաղավարում ասում էր, որ եթե այսպես գնա ընտրությունները, այս խորհրդարանը կունենա ընդամենը 2 տարվա կամ տարի կես տվա կյանք։ Եվ դուք Վարժան Ավետիսյանի դատավճռում, երբ սպանության գործ չկա, դուք ասում եք մարդ Շատ այդ մասին խոսացել ենք արդեն։ Ասում եք մարդիկ խոսացել ենք արդեն։ Չէ, չես խոսացել։ Չես խոսացել, Պետրոս, դու անդադ ցրում ես այդ թեման։ Այդ մարդու վրա մարդասպանության հոդված չկա։ Վիժվածք ասում են նա մարդասպան է։ Դրա համար է ինքը բանտում, ինքը քաղբանտարկյալ չի։ Ինքը նոր ասեց ինքը մարդասպան է դրա համար է բանտում, ասում է իր հոդվածի մեջ մարդասպանություն չկա, ասում մենք դրա մասին խոսացել ենք։ Դա համար ասում Նիկոլ Փաշինյանը մենակ չէր ընդդեմ։ Հասկանեք, պարոն Փաշինյան։ Ուրեմն ես հստակ ասում եմ, որ այն մարդը, որ 300,000 ադրբեջանցու վերադարձի թեմա Դրա մասին չի պատասխանում։ Դրա մասին չի պատասխանում։ Չի ասում, ես զրպարտել եմ այդ մարդուն, չի խոսում։ մցրել Հայաստանի օրակարգ եւ նրա անձնագրի մեջ էլ գրված է, որ նա օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցից է եւ այն մարդը, որը մեր Ում անձնագրի մեջ է գրած, որ նա օտարերկրյա գործակալ է։
աշխատակիցը, մտ ինձ ասեք, էլի այդ ու մասին է խոսքը։ Կապարտեզների, զորամասերի, դպրոցների, քաղաքների վրա ավել հոսանքի փող ա դրել եւ գրպանել, այդ մարդը երկար անցկացնելու է բանտում։ Մեկի անձնագիրի մեջ գրվում է, որ ինքը օտարերկրագործակալ է։ Ասում եմ, Սամվել Կարապետյանի մասին է խոսքը, հա։ Սա հիվանդ է։ Եվ այո, ես որպես քաղաքական պատասխանատու ժամանակ եմ տվել այս գործող արդարադատությանը եւ բարեփոխումներին եւ ի վերջո բացահայտել ենք Չէ, ժամանակը տվել գործ կարեմ։ Մի խոսքով։ Ցուցումը տվել, հա։ Հրահանգը։ Գրեք, կես լիտր բենզինից վառվեցին մոխրացան։ Գրեք, այնտեղ տերորիստական ակտ չի եղել Սուրմալում, մարդիկ վազվզում էին փողոցում։ Գրեք, ինքը արդեն մեղավոր է։ Ինքը համաձայն չի, օրենք հորինեք, որ վարչապետը չի կարելի բարձր տոնով խոսալ։ Գրեք, մի բան հորինեք, ինքը արդեն որոշել է։ Շրջան, այս պետությունը ուզում եք դու։ Արդարադատության ոլորտում եւ արմատախիլ ենք անելու մաֆիա։ Ինչ վերաբերվում է քաղբանտարկյալների մասին խոսող Թաթոյանին, Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպան եւ արդարադատության նախարարի տեղակալ է եղել, երբ որ այդ նույն գործով հաց բերողին տարել սպանել են կեղծ դատական եզրակացություններով եւ այդ առիթով քրեական Նույն ասում եմ, հիմա Արտուր Օսիպյանն է նստած հասադուլին, նույն ձևի մահանալու մնա վրետ։ գործահարուցված նա այդ Թաթոյանը լպտի հաց բերողի համար պատասխան տա։ Պատկերացնում եք, Թաթոյանը դեռ հաց բերողի համար պատասխան պիտի տա։ Էդի հաջորդ 8 տարվա ընթացքում։ Հաջորդ։ Այսինքն ինքը 8 տարի է, վարչապետ է, Թաթոյանը հանցագործ է, ըստ իրա։ Եվ ինքը փաստորեն չի անարել, ընթացք չի տվել գործին կամ ծածկել, այսինքն եթե Թաթոյանը հանցագործ է ու 8 տարի պատասխանատվություն չի կրել, նշանակում է դու հանցակից ես։ Այդպես չի։ Դու ես պատասխանատու, չէ՞, թե չէ։ Նոր գաստեղ ճամարտակի քաղբանտարկյալների մասին։ Ինքը քաղբանտարկյալների գոյությունը թաքցնող պաշտոնյա է եղել միշտ։ Շատ է, պարոն Թաթոյան։ Ուրեմն պարոն Փաշինյան, խնդրում եմ մյուս անգամ չփորձել վիրավորել ինձ, ճամարտակելը դուք եք ճամարտակում, ես խոսում եմ իմ դիրքորոշումներն ասում։ Մեկ ճամարտակելը, ուրեմն Պետրոս, դիտողություն արեք, առաջինը ինքն է վիրանում եք։ Նորես անում եմ, ձայնից կտրում եք, հավասար պայմանները պետք պահել։ Մեկը, ուրեմն շատ հետաքրքիր է, քաղաքացիական պայմանագիրը հսկայական այդքան գումարներ են ծախսում նախընտրական կառավարության, ահռելի, եւ այդքան ասում եմ մենք աշխատավարձով ենք ապրում։ Այդքան գումարները շատ հետաքրքիր է, որտեղից նրանց։ Երկրորդը, կեղծ ձայնագրություններով Դանիել Լոյանիսյան, որը ինձ համար նույնն է ինչ որ ԿՊ-ն, հրապարակում է կեղծ ձայնագրություններ, առանց թուգելու, առանց ճշտելու, տարածում են, սա նշանակում է շատ մեկ բան, որ մենք անցնում ենք խորհրդարան եւ այսքան թիրախավորումների տակ ենք ընկել։ Եվ մյուսը, ինչ վերաբերում է արդեն այդ քաղբանտարկյալներին, նախ էս հաց բերողի հետ կապված, որ հիմա այսպես ինքը շահարկում է։ Հետաքրքիր է, լսեք։ Ես շատ ցավում եմ, որ ժամանակին համահացել է, բայց պետք է իմանալ ումից ինչ ակնկալել։ Այդ նույն Փաշինյանը զանգում էր, երբ որ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, խնդրում էր, որպեսի այց իրականացնեմ, մենք տեղեկություններ տամ, մենք ամեն օր ենք այցի իրականացնում, թե ինչ վիճակում է Արտուր Սարգսյանը։ Շատ հետաքրքիր բան ասեց, Թաթոյանը, շատ։ Այո, ամեն օր են հետաքրքրվում, փաստորեն, եւ ուղիղ հասան են պահին, ինքն ու Էդմոն Մանուկյանը, ասեմ ձեզ, live մտած, ուղիղ հասան են պահին, երբ որ արդեն հասբերողը մահանում էր։ Հանեցին Բերտից, որ Բերտում չմահանա, մահացավ դրսում։ Ու այդ ամբողջ ընթացքին ամեն օր հետևել են։ Որնես չնի հանեն չմահանա, էլի։ Սպասեն հյուսվեին քան, որ հանելն ու մահանալը մեկն է։ Մերսի Թաթոյան։ Ես հակված եմ իրոք ներքին համոզմունք ձևավորելու, որ սա բանավեճ չի եւ կարծես թե Փաշինյանի հետ։ Մի հատ ետևեք, ես քանի րոպե եմ խոսացել, պարոն վարչապետ, քանի րոպե խոսացել։ Ես ուզում եմ ուղղակի իմ զարմանքը ներկայացնել, որ իմ մոտ տպավորություն է, որ ապագա իշխանության հետ ասուլիս է։ Նիկոլ Փաշինյանը վարչապետը։ Հարցեր մի տվեք իրան։ Հունիսի 7-ը, չէ, իրան հարցում են, ասում են հետո ելով անստելու։ Եղբայրս մարդը կարա չընտրվի ու պետքա չընտրվի։ Ինչ է։ Լավ է, կարա չընտրվի ու պետքա չընտրվի։ Իմ ջալոց այսօր Մանուկյանը ուրիշ դրոշի, ընդհանրապես այս վերջի մի ամիսը ուրիշ կոստյում է հագել, ասենց ասեմ։ Հումորի զգացում ունի, սկսել է ճիշտ բաներ խոսալ, ինչ որ որոշումներ է կայացնում արդեն։ Հա։ Նույնիսկ հարցում ոնց որ ինքը վարչապետ է, ինքը միջև հունիսի 7-ը վարչապետ է, չէ, դրանից հետո էլ վարչապետ չի։
ու պետք է չլինի, եթե Չեք քննարկում իր հետ, ասեք, ոնց պետք է Շատ լավ։ Դուք Նարեկ Արապետյան։ Ես ուզում եմ ներկայացնեմ, թե ով է խոսույթը 300,000 ադրբեջանցիների Հայաստան բերել։ Սա մեղադրում է, որ դուք եք 300,000 ադրբեջանցիներից անդադ խոսում, դուք եք Ադրբեջանի քարոզիչը, դուք եք նրա բանը, Ալիևի խոսնակը Հայաստանում։ Հիմա Նարեկն ասում է, տեսնենք ով է բերել այդ խոսույթը Հայաստանում։ Արտաքին հետախուզական ծառայության հաշվետվությունն է 2026 թվականին, հուսով եմ դուք կարդացել եք ընդհանրապես։ Այստեղ գրված է. Ադրբեջանը Վաշինգտոնյան հռչակագրից հետո, խաղաղության նախաստորագրումից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ Արտաքին հետախուզական Հասկանալի է։ ծառայության Կարճ արձագանք եւ վերջին 3 այդ րոպե։ մասին տեղեկացրել 30 վայրկյան, պարոն հայերը Դա նշանակում, ինչու հայերը չեն տեսել սա, ինչու դուք չեք նշանակում է, որ Հայաստանի Պարոն քաղաքացիների Կարապետյան, մի գոր լսենք իրար, պարոն դա նշանակում է, որ Հայաստանի պետական ինստիտուտները տիրապետում են եւ կառավարում են իրադրությունը։ Բայց ուրիշ բաներ ասում է դուք եք այդ խոսքը տարածում։ Ինքը ասես ձեզանից է դուրս եկել, դուք եք ասում դա նշանակում է որ Հայաստանի պետական ինստիտուտները կառավարում են գործը, sense Եվ օտարերկրյա լրտեսական ցանցերը թույլ չեն տալու օգտագործեն Հայաստանի Հանրապետությունը որպես ադրբեջանական խոսույթների տարածման պլացդարմ։ Պաստոն, այս մարդը ցանց կոչում է արտասահմանյան լրտեսական ցանց։ Սա խոսում է վարչապետը։ Այսինքն վարչապետը գիտի, որ իրանք լրտեսական ցանցի ներկայացուցիչ են ու իրանք ազատության մեջ են։ Սա տեսնես հասկանում ենք ինչ է հայտարարում։ Եթե տենց է, Փաշինյան Նիկոլ, ես հայտարարում եմ, ես փաստում եմ, չեմ հայտարարում, որ դու այդ լրտեսական ցանցի կրիչն ես, տանիքը։ Ուրիշ չկա։ Դու քո ածան, քո, չգիտեմ, քնչականը, դատախազությունը, դուք այդ լրտեսական ցանցի տանիքն եք, որ իրանք սենց գործում են։ Սա չի հասկանում ինքը ինչ է խոսում։ Ուղղակի իրան պետքա խոսա, որ իր նախիրը լսի, որտեղ այդ նախիրը չի հասկանալու։ Հələ մի վայրկյան, բայց կարծեմ դա անօրինական գործունեություն է, բայց դրանք չեն բան ազատության մեջ։ Նախիրը հարցը չի տալի, նախիրը ընդհանրապես հարց չի տալի։ Իրա դեմը դի մի բան, որ ուտի էլի։ Դարմ եւ հանրապետության հրապարակը ինչպես եւ Հայաստանի ժողովուրդը պետք է արձագանքի։ Մի վայրկյան հիմա պարոն Պետրոսյանի հարցի իրավունքն է, պարոն Բաղդասարյան, հենց հիմա ձեզ եմ անդրադառնում, հենց հիմա ձեզ եմ անդրադառնում։ Տեսեք, երբ որ մարդուն հարց են տալիս, պետք է պատասխանի։ Խոսքս ուղղված է, հարցս ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Մենք բոլորը շատ լավ գիտենք, որ պատերազմի ամբողջ նպատակը միայն մարդկանց կոտորելը չէ։ Դրա առաջնային նպատակը հակառակորդ ժողովրդին սեփական կամքի պարտադրումն է, որը այսօր մենք տեսնում ենք իդեմս Ադրբեջանի, ում կամքը պարտադրված է մեզ։ Դուք բազմիցս խոսում եք անվտանգության եւ խաղաղության այլևս անշրջելիության մասին։ Դուք հասկանում եք, որ ասես բան ասես ցանկացած վարչապետի իր համար սա բանա, սա դատավճիռ է։ Արժանապատվություն ունեցող վարչապետը պետք է ինքնասպան լինի ասես։ Այս բառերը լսելուց հետո է։ Խնդրում եմ ասեք, ինչ մեխանիզմների հիման վրա եք երաշխավորելու անվտանգություն, այս նույն սկզբունքով, երբ որ պատերազմի պատճառը չկա, որտեղ կատարում ենք բոլոր պահանջները, դա է լինելու անվտանգության մեխանիզմը, թե կան այլ մեխանիզմներ եւ երաշխիքներ։ Լսեք ինչ պատասխան է տալու։ Ասում է ինչ մեխանիզմով է լինելու բանը այդ խաղաղությունը, էլի։ Ամեն ինչ տալիս ենք, տենց է լինում, թե այլ մեխանիզմներ կան։ Խաղաղության։ Լսեք պատասխանը։ Ինչ պահանջ են կատարել, թող պարզաբանի եւ Ադրբեջանի այդ որ կամքն է մեզ պարտադրված։ Պարզաբանեք։ Սահմանադրության հիմքից առաջին հռչակագիրը անելը։ Ամենաառաջինը։ Կարող եմ այսպես շարունակել, շատ ավել կարող եմ շարունակեմ հերթականությամբ գնա, խնդրեմ հերթականությամբ գնա։ Ես արձանագրեմ հետեւյալը։ Նոր սահմանադրության ընդունման օրակարգը մենք դեռ հեղափոխությունից հետո ворթեգրել ենք։ Երկրորդը անկախություն Նոր սահմանադրություն Էդի հեղափոխության օրակարգն էր 8 տարի առաջ։ Որովհետև այն ժամանակ դու բողոքում էիր, երբ որ ընդդիմադիր էր, որ Սերժի Հակումովա է սկացումը կարած սահմանադրությունը։ Սա պետքա փոխվի։ Եվ 8 տարի հարմարավետ նստելը մեջից դուրս չի գալիս։ Հիմա ասում է, հիմա է ժամանակը փոխվելու։ Հիմա ժամանակը փոխվելու, որովհետև քեզանից Ալիևն է ուզում էդի։ Ու շատ կոնկրետ բանի համար է ուզում։ հռչակագրի հետ կապված ես շատ հստակ ասել եմ 2024 թվականին, արել եմ հրապարակային հայտարարություն։ Ես ասել եմ ժողովուրդ։ Ուղիղ այն բանից հետո եւ Ալիևը հայտարարեց դրա մասին։ Ինչ ասել է ժողովուրդ։ Իմ վերլուծությունը եւ քաղաքական որոշումն է, իմ որոշումը, որ մենք
իրա, այդ հարցին դու ես ըստ։ Դու ով ես։ Դու գործադիրի ղեկավարն ես, դու մենեջեր ես ընդ, դու ով ես ո՞տես որոշումներ ընդունում ես։ Ռոմի պապն ես, օրենք պետք է հրապարակես, Աստված ես, ով ես դու։ Դա քո լիազորությունների մեջ չի մտնում։ Այ վիժված դու ո՞նց կարաս կազմալուծես կազմաբանը, պետություն, հանես ինչ-որ այնտեղ կարևորագույն կետեր իրա հիմնադրման փաստաթղթերի մեջից։ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք եւ եթե ժողովուրդը համաձայն չի, ես որպես հեղափոխությամբ իշխանության եկած մարդ ասում եմ ժողովուրդ ջան, ես ընդունում եմ ձեր իրավունքը, հեղափոխություն արեք, ինձ հեռացրեք իշխանությունից, բայց քանի Լսում եք ինչ է ասում։ Եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք ու հեռացեք։ Մարդիկ իրան հակաճառելու համար հայտնվում են բանտում, ասում է, եթե համաձայն չեք, հեղափոխություն արեք։ Ավելի լկտի երևույթ կա, քան սա է։ Չգիտեմ, մտածեք։ դեռ դուք չեք հեռացրել ինձ իշխանությունից, ես առաջնորդվում եմ այս տրամաբանությամբ, որ Ոչ, քանի դեռ չեք հեռացել, քանի ձեր վրա նռնակներ ենք շպրտում, չեք կարողանում պատասխանել, քանի ձեզ փողոցում ջարդում ենք, չեք կարող պատասխանել, ես անելու եմ այդ ամեն ինչը։ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում։ Հիմա մենք ունենք նոր համանդրության օրակարգ եւ մենք ասում ենք, որ այնտեղ անկախության հռչակագրին հղում լինել չի կարող, որովհետեւ հղումը կնշանակի, որ մենք շարունակում ենք Ղարաբաղի Շատ շարժումը։ պարոն Պետրոսյան, հացական։ Ես ձեզ հետ ինչ որտեղ կարող եմ համաձայնել այն պարագայում, եթե դուք այդ տեսլականը առաջ քաշած լինեք 2019 թվականին եւ ոչ թե ասեք Արցախը մեր հայրենիքն է, Արցախ Հայաստանը եւ վերջում գայք այն տեսակետին, երբ Արցախը կորսվեց կամ հանձնվեց։ Այս պարագայում ձեր ասածը որևիցե աղերս չունի իրականության հետ եւ սա ուղիղ մենք ունենք։ Պարոն Փաշինյան, հետո Մարուկյան։ Վերջ։ Հասկանեք մի քիչ քաղաքական մարդու համար, քաղաքական մտածելակերպ ունեցող մարդու։ Իրոք իր հեղինակության մասին մտահոգ մարդու համար այս հատվածները, որ sense աչուծախից ուտումը, սա ինքնասպանություն է, բայց սա ոչինչ չունի, ոչ արժանապատվություն, ոչ քաղաքական մտածելակերպ, ոչ հեղինակություն, որի վրա դող է ինքը գիտի մի բան, ինքը ամեն ձևով պետքա ստի, ամեն ձևով պետքա խառնի իրար չպատասխանի ոչ մի բան, ստի ծերից ծեր, որպեսզի իր նախիրը բավարարված լինի։ Ես նախիր հիմա գիտեք ինչքան հեշտ եմ օգտագործում այդ բառը։ Ինքը ամեն օր ապացուցում է, որ իրեն լսելու, հասկանալու, հավանելու համար պետքա նախիրի անդամ լինես։ Նախիրի հավաքական կերպարին հավասար մենթալ ունակություններ ունենաս, եւ մենթալ եւ բարոյական։ Նախիրի մեջ բարոյականություն չկա։ Նախիրը ամեն մեկը իր դեմը դրած խոտն է ուտում ու իր համար էական չի, իր ձակին հենց նոր աշկի առաջին ճարեցին կամ կողքի սենյակում։ Այո, դա նախիրային բանն է, հոգեվիճակն է, եւ տրամաբանական, եւ բարոյական։ Ադրբեջանական պահանջ։ Ուրեմն, այո, ես եմ այն մարդը, որ ասել եմ Արցախը Հայաստանի եւ վերջ եւ դա ցույց է տալիս իմ հավատարմությունը այն process-ներին, որի մեջ ես ներգրաված եմ եղել։ Լսել եք sense լկտի դեմագոգիա։ Ինքը հավատարիմ է եղել այն process-ներին, որտեղ ինքը ներգրաված է եղել, բայց հետո հասկացել է, Ալիևն ասեց փոխի, հետո հասկացել է, ինքը սխալ է արել։ Սրան ընտրող նախիր, պետք է իմանաք մի բան, վաղը նույն ձև ասելու է։ Ես սխալ եմ եղել, ես հետո հասկացա, որ մեզ պետականություն պետք չի։ Մենք ավելի լավ կզգանք մեզ մեծ թուրքական աշխարհում, որտեղ առևտրի հնարավորությունները անսահմանափակ են։ Տեսեք, ես ինչ շուկա եմ բերել 90 միլիոն Թուրքիա, 10 միլիոն Ադրբեջան, հələ գնում ենք դերից Ղազախստան, Թուրքմենիա, տեսեք ինչ 200 միլիոնանոց շուկա եմ ես ձեր բերել։ Եվ դուք այդ շուկայի մեջ ամենակարևոր մասում եք։ Ճիշտ է, պետականություն չունեք, բայց ո՞ր կարակ աշխատել։ Ինքը այդ ժամանակ դա կհասկանա։ Կառաջարկի եւ իր նախիրը կմտածի ոնց, ես կարամ ավելի կուշտ ուտեմ, փաստորեն։ Հա, միջև քեզ սպանդանոց տանել։ 1988 թվականից, բայց քաղաքական լիդերի դերն է եւ երբ որ տեսնի, որ երկիրը Ղարաբաղի շարժումով հայտնվել է թակարդի մեջ, քաղաքական կամք ունենա դուրս գալ այդ թակարդից եւ 2021 թվականի օգոստոսին Ղարաբաղի շարժումը Նիկոլիչա պատում է եկել
Heydar Aliyevը, հայր, հա, Իլհամ Ալիևը եւ Էրդողանը։ Ուկից մանկլավիկները Նիկոլի չափ ատում են մեկ էլ դրանք։ Կառավարության ծրագրում ընդգծվել է, որ ժողովրդի առաջ արտահերթ ընտրություններով ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Եվ այն Հասկանում եք, այս բաները, տակտիկական sense գործիքները շեշտադրումն անել այս sense մեծագույն, որովհետեւ մարդկանց ուղեղի մեջ մեղվում է այս կետերը։ Ընթացքում ինչա բրնձում, ինչա դուրս տալիս։ Նախիդը չի հիշում։ Նախիդի մտքի մեջ մտնում է այս շեշտադրումները եւ ասեմ, ինքը տեքստն էլ չի լսում։ Լսին չեմ, ինքը չի հասկանում։ Իր համար կարևոր են այդ վստահ շեշտադրումները եւ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանալով նախիդի տրամաբանությունը, որտեղ ինքն էլ է այդ նախիդի անդամ, ինքը օգտագործում է, բավարարում է իր նախիդի պահանջները էսթետիկական եւ հոգեբանական ու հույս ունի, որ նրանց օգնությամբ կավարտի իր սկսած գործը Հայաստանի ոչինչ ասում։ ինչ անհամատեղելի է եղել խաղաղության հետ, մենք դրանից հրաժարվում ենք։ Պարոն Մարուկյան, խնդրեմ։ Լսեցիք, ինչ անհամատեղելի է եղել խաղաղության հետ, ես դրանից հրաժարվում եմ։ Ես ես ասեմ, Հայաստանի Հանրապետությունը անհամատեղելի է խաղաղության հետ։ Դա ես չեմ ասել։ Էրդողանն ասում։ Ալիևն է։ Հայաստանի Հանրապետությունը անհամատեղելի է, որտեղ դա իրանց երկիրն է։ Թուրքիայի համար դա իրանց սրի վրա մնացած մսի կտոր է, Ադրբեջանի համար իրանց հայրենիք։ Բա Պարոն Պետրոսյան, վերջ։ Ես մի արձանագրենք, որ բանախոսը որևէ օրինակ չբերեց, որ մեզ որևէ մեկի կամքը պարտադրի։ Հիմա ես կասեմ, ուրեմն անկախության հռչակագրի հղումը համադրության նախաբանից հանելը կապ չունի Արցախյան շարժման հետ։ Դա բնականաբար Ալիևի պահանջն է, եւ դուք խոսք եք տվել, որ կատարելու եք։ Ասում եք բանախոսը չասեց, ես ասեմ։ Վերջ։ Այսօր ասում եմ, ուրիշ կոստյումով էր եկել։ Չի կարելի այդ հարակվեն դնել, դա ուղղակի պետականական process է լինելու, անգամ IO-ի եւ ոչի պարագայում։ Ուզում եմ ասել, որ մարդիկ հավատացին Փաշինյանին, որ ասեց հեղափոխություն արեք, դուրս եկան հեղափոխության բռնեցին, դատեցին։ Շատ լավ, պարոն Զուրաբյան։ Պարոն Փաշինյան, դուք գրեք, հետո միանգամից։ Խնդրեմ։ Շատ հետաքրքիր տակտիկա է որդեգրել Նիկոլ Փաշինյանը։ Սրանից հետո բոլոր պարտադրված զիջումները ինքը ներկայացնում է մեր հանրությանը որպես իր կամքով համարը թե ինքը Հայաստանի կամքով ընդունված որոշումներ։ Գորիս Կապանը ճանապարհը այտենց հանձնեցին։ Տավուշի 3 գյուղերը այտենց հանձնեցին, բայց հիմա պարզվում է այդ սա իրանց կամքով է։ Այդ ձեր կամքով էր, այդ բանի 2019 թվի առաջարկված խաղաղ պլանն էլ ընդունեիք ձեր կամքով։ Գևորգ Կարապետյան, հետո Գուրգեն Սիմոնյան, Արման Թատրոն։ Արցախի կորստի մասին պայքարել ենք եւ իրազեկել ենք նաեւ ձեզ 2014-15 թվականներից սկսած այն Բերձորի ջարդելը տենց չբացահայտվեց 2016 թվականի Լավրովի պլանի դեմ ապստամբեցինք 2019 թվականին Արցախում ելույթ ունեցանք դուք լավ գիտեք մենք ձեզ ասում ենք մենք նույնիսկ դրան Գևորգ Սաֆարյանն էլ ասեց անուն ենք դրել Արցախի ափխազացում դուք իմանալով որ ռուսները հրահրելու են պատերազմ մենք ձեզ հորդորում ենք որ պատրաստվեք պատերազմի դուք ասում եք մենք պատրաստվում ենք խաղաղության Եվ Սիմոնյան շատ լավ Այստեղ հարց հնչեց, որ Արցախյան շարժումը ամբողջ այս process-ների գլխավոր խնդիրը հանդիսացավ, բայց ես դրա հետ համակարծիք չեմ, որովհետև Արցախյան շարժումը ինքնին չի կարող հանդիսանալ պատճառ։ Պատճառը եղել են ռազմաքաղաքական ղեկավարները, որոնց դուք 2018 թվականին մանդատ ստացաք հայ ժողովրդի կողմից, որ գաք ու մաքրություն անեք, ու դուք այդ մաքրությունը չարեցիք։ Այդ երրագլուխ վիշապը, որ այսօր դուք ասում եք, մենք քառագլուխ ենք սարքել։ Voilà։ Երրագլուխ էր, հիմա քառագլուխ է։ Նիկոլ Փաշինյանը պետքա շուրգալ ու գնար ստեղ։ Բայց ինքը չգնաց, գիտեք։ Թքում են երեսին, տարբեր կողմերից, տարբեր տրամապչապի, մեկ այլ համար։ Որտեվ դուք եկաք իշխանության ու չարեցիք այդ բաղձալի երազանքը, մաքրությունը անում էիք, հնարավորություն չեք։ Դեպի արտահայտությունը։ Ինչ եք տեսնում դուք նկարին։ Ես տեսնում եմ վատ գրի մարած դիակ։ Իրոք, վատ գդի մարած դիակ եմ տեսնում ես նկարին։ Դուք
չեք տալիս, որ դաշտ նետվեն այն ուժերը, որոնք այսօր Հայաստանի Հանրապետությանը անընդհատ սպառնում են վատթարագույն իրավիճակներով։ Այդ ժամանակ արդեն կարիք է չէր լինի գցել ժողովրդի գրպանը, ասել ժողովուրդը թող որոշի, որտեղ դա դուք պետք է որոշեք, որտեղ ձեզ էր մանդատը տրված։ Ուրեմն Ադրբեջանի նախագահը առաջին անգամ համանդություն փոխելու մասին խոսել է 2024 թվականի փետրվարին։ Եվ այդտեղից սկսած է նաև Հայաստանի կառավարության ղեկավարը խոսում ի կատարումն Ադրբեջանի պահանջի համանդրության փոփոխության մասին Ալիևը խոսել է։ Եվ սա ես կոչում ենք Ալիևի հանրաքվե, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է անել Հայաստանում։ Իրականում սա թակարդ է, եւ ասեմ ձեզ, որ երկու մեջբերում ասեմ, ինչ աստիճան է համընկնում Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Ալիև, ներկայիս Հայաստանը մեր հողն է։ Երբեք Հայաստանը նրանք երբեք պետություն չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյան, այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Եվ եւս մեկը, Ալիև, Հայաստանը նախկինում երբեք ներկա չի եղել այս տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյան, մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք կադաստրի թուղթ։ Մենք ասենք Չինաստան, Ռուսաստան տեսել ենք սահմանազատում 2001 թիվից մինչև 2008 թիվ կողմերը հայտարարեցին, որ սահմանային խնդիր չունեն, Ռուսաստանը թուլացավ, հիմա ասում են այդ Մանջուրիան Չինաստանն։ Խոսենք մենք այս քննարկմանը ինչ կապ ունի ձեր ասածը։ Չէ, հիմա խոսքը գնում է Արցախից եւ այդ սահմանա Ինչի Պետրոս, ասում եմ Նիկոլը մենակ չի եկել։ Նիկոլը եւս երկու հոգու հետ եկել է բոլորի դեմ։ Հիմա հարցս ո՞նց եք ապահովելու, որ հետագայում այդ նույն պահանջները հիմա կսահմանազատեք, հետագայում Ադրբեջանը էլի չի ստիպելու դուք գնաք նոր զիջումներ։ Հետո Արման Բաբաջանյան։ Շնորհակալ եմ։ Մենք սահմանադրությունից անկախության հռչակագիրը հանելու մասին չենք խոսում։ Մենք խոսում ենք նոր սահմանադրության տեքստի մեջ, թե ինչ պետք է լինի այնտեղ, ինչ Ինքը չի ասում, էլի հասին չպատասխանես։ Ռուսաստանն ու Չինաստանը եկել էին համաձայնության, պայմանագիրը կնքել են։ Հիմա Ռուսաստանը թուլացել է, Չինաստանը նոր պահանջներ ունի։ Դու դա ո՞նց ես կախելու։ Պատասխան չկա։ Սա գիտեք ինչի բանը բանավեճը հետաքրքիր բան ունի իր մեջ։ Եթե բանավիճողը դիմացինի հետ բանավիճումը որ համոզի, դա անիմաստ զբաղմունք է։ Բոլորը պետք է հասկանան, որ այս բանավեճը լսողի համար է։ Իրանք չեն խոսում լսողի հետ։ Իրանք խոսում են իրար հետ, որ Նիկոլ Փաշինյանն ասեն դու ասա այո։ Նիկոլ Փաշինյանին թքես դեմքին ասես կապավ քեզ, կատի չես, ես ինչ ես, չգիտեմ, ու սկսի ուրիշ բանից խոսա։ Սկսի վատ եղանակից խոսալ, խոնավության ավելցուկից կամ պակասուկից, ինչ ասես խոսա։ Չի կարելի Նիկոլ Փաշինյանի հետ այս ձև։ Իրոք դες չտեսնես հանդուրժությանը բացատրելու համար, ովքեր նայում են, ոչ թե սա։ Իսն հարց ընդհանրապես պետք չի տալ։ Ուղղակի փաստել, որ տենց է եղել, ու քո ասածը չի աշխատում։ Դու ստում ես պատմության մեջ, տենց բան չկա, որ պայմանագրերը աշխատեն այնքան, քանի դեռ բալանսը չի խախտվել։ Հենց բալանսը խախտվում է, բոլոր պայմանագիրները վերանայվող են։ Ինչ պետքա չլինի։ Պարոն Զուրաբյանն ասում է Տավուշի մարզի 3 գյուղերը հանձնել, անվանի Տավուշի մարզի 3 այն գյուղերը, որոնք մենք հանձնել ենք։ Ինչ վերաբերվում է թե շարժումը պատճառ չի եղել, շարժումը պատճառ եղել կոնֆլիկտի, շարժումը պատճառ եղել նրան, որ մենք չկենտրոնանանք Հայաստանի պետականությունը կայացնելու Վեստականքինն է ասում, շարժումը պատճառ եղել է կոնֆլիկտի։ Փաստորեն սկզբից շարժումն է եղել, հետո կոնֆլիկտը։ Ըստ էս տականքի։ Լսում եք։ Շարժումը հետևանք է եղել կոնֆլիկտի։ Կոնֆլիկտ է եղել տակը, դրա համար է շարժում ծնվել։ Իհարկե, սա նախիլը չի հասկանա։ Նախիլին պետք չի էսի։ Նախիլին ընդհանրապես ճշմարտություն պետք չի։ Նախիլը երբևէ ճշմարտություն չի փնտրում, նախիլին դա էական չի։ Նախիլին կարևոր է թե օրվա խոտը ով է դնելու իր դեմ, հասկանում եք։ Մենք էլ անիմաստ բանով ենք զբաղված ինչ որ միտեղ, եթե մտածում ենք, որ մենք կարող ենք նախիլ դաստիարակել։ Չէ։ Իմաստություն գտնում է, իմաստության հասնում է այն մարդը, ով ինքը փնտրող է, իմաստասեր է։ Նախիլը ստամոքսով ապրող բիոզանգված է, իրան ճշմարտությունը հետաքրքիր չի։ Դու ասա որտեղ է դրած կերը, ինքը գնա ուտի։ Վրա, այլ Հայաստանի պետականության բոլոր ռեսուրսները դնենք անհեռանկար մի գործի վրա, որի ելքը դեռ 1996 թվականից լուծված է։ Ես հասկացաք, որ
Ինչ ասես, մի հատ էլ լսենք էլի սա։ Շարժումը պատճառ է եղել նրան, որ մենք չկենտրոնանանք Հայաստանի պետականությունը կայացնելու վրա, այլ Հայաստանի պետականության բոլոր ռեսուրսները դնենք անհեռանկար մի գործի վրա, որի ելքը դեռ 1996 թվականից լուծված է։ Փաստորեն, սրա համար հայրենիք պահելը իր ամբողջության մեջ։ Սա անհեռանկար process է, որի վրա ռեսուրսները մատնվել։ Ես ձեզ ասեմ սա տակ ինչ կա։ Վաղը Սյունիք պահելը անիմաստ ռեսուրսների վատնում է լինելու եւ անհեռանկարային process։ Որովհետեւ Սյունիքի համար հեսակասի միշտ կռվել են թուրքերը, հայերը, հիմա մի քիչ նժդեն ապահե, մի քիչ անձանիկն ապահե, հա մի քիչ ընդ թուրքեր են ապրե։ Ինքը դա համարելու է միշտ անհեռանկար process, անիմաստ, որի վրա չարժի ռեսուրս ծախսել։ Ինչ իմաստ ունի ռեսուրս ծախսել բանակի վրա, երբ որ կարող է այդ երկիրը բանակ չունենա, այդ թող ուրիշի բանակը լինի։ Իմաստը ո՞րն է, մենք խաղաղության ենք գնում։ Նախիրը այս վտանգը չի հասկանա։ Դամանիկը սիրով ընտրում է Փաշինյան Նիկոլ։ Ես Սահմանադրության փոփոխության մասին անձամբ խոսել եմ նոր Սահմանադրության ընդունման մասին Պարոն Փաշինյան, 2020 թվականի փետրվարին, եւ երբ որ ասում եմ, որ ես ասել եմ Հայաստան այս տարածքում պետություն գոյություն չի ունեցել, ադրբեջանական պետություն էլ գոյություն չի ունեցել Հայաստանի հետ։ Չգիտի պարոն Թաթոյանը, որ Հասկացաք։ Նույնականացումը հասկացաք։ Հայաստանը եղել տականք, ոչ թե պետականություն, եղել է Հայաստան։ Հայք։ Պետականությունը պարտադիր չի։ Պետականությունը դա կառուցվածք է։ Կարող է եւ չլինի, բայց Հայաստան է եղել։ Իսկ Ադրբեջան չի եղել։ Հասկացաք որ դրես նույնականացման սեղանները։ Էլի ոչ մեկ չբռնեց։ առաջին հանրապետությունները ձևավորվել են իրար հետ օրերի ընթացքում 1918 թվականին։ Տեսակ ասում եմ, առաջի հանրապետությունները ձևավորվել է իրար հետ։ Վերջ այս բերեց հայկականի Հայաստանի հայքի ստարտային վիճակը բերեց նույնականացեց Ադրբեջանի հետ։ Դու չեք հասկանում, ես ինչքան ինչ կարգի վտանգավոր տականք է սա։ Բականից առաջ։ Դրանից առաջ Ադրբեջան 1000 տարի այս տարածքում Պարոն Բաբաջան, Ադրբեջան ասում եմ 1000 տարի Հայաստան չի եղել։ Սա մի տականք է, որը Հայաստանը հայրենիքը պետականության հետ է նույնականացնում։ Եթե պետականություն չկա, ուրեմն Հայաստան ու հայրենիք չկա այնտեղ։ Հատելեցեք ես բա։ Ադրբեջան 1000 տարի այս տարածքում Պարոն Բաբաջան, պարոն Ագրեսոր, մի րոպե, դուք ելի տեղից խոսում եք։ Հələ տականք։ Վերջ, պարոն Բաբաջան, խնդրեմ։ Ես իմ հարցի պատասխանը չլսեցի։ Ինչ առաջին հանրապետություն։ Վերջ, երկու դիպ պարոն Բաբաջան, խնդրեմ։ երկու դիպ Հանրապետություն։ Վերջ, երկու դիպ պարոն Բաբաջան, խնդրեմ։ երկու դիպ Լսեք սա Ալիևը լսեք։ երազում է, որ մենք կարողանանք սահմանադրությունը փոխել, որպեսզի մշտապես մեր գլխին ունենա այդ մահակը։ Եվ երբեք Լսեցիք։ կարողանանք խաղաղության պայմանագրի հասնել։ Լսեցիք։ Երազում է որ մենք չփոխենք, որ մեր գլխի մահակ ունենա։ Սա մեկն է, որի ծննդյան վկայականը իր գլխի մահակը։ Սա նույնն է, որ ասի, ես գիշերը դուրս չեմ փակում, որ հանկարծ հարևանս դա չդիտարկի, որպես բռնություն իր ցանկությունների նկատմամբ, որ ինքը ցանկացած ժամանակ կարողանա ներս մտնի, ինչ ուզենա անի ու գնա։ Որտեղ իմ դուրը փակելը, իմ պաշտպանվելը կլինի որպես դիմադրություն, եւ դա կլինի մահակ իմ հարևանի գլխին, հարևանի ձեռքը։ Հայկի Բաբաջանյան։ Մեկ րոպե արձակը պատասխանի համար։ Այո, ձեզ է հարցը։ Ես Լսեք ինչ լավ ենք ապրում եմ մենք։ վերցնում Հայաստանի այսօրվա Հայաստանի համար եւ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստան Ինքը պատասխանատվությունն է վերցում այսօրվա Հայաստանի համար։ Այսինքն 8 տարի ինքը վարչապետ է եղել, ոչ հիմա համար պատասխանատու չի։ Այսօրվա Հայաստանի համար է պատասխանատու։ Մեր լսենք ինչքան լավ ենք ապրում։ դուրս է բերված կոնֆլիկտի թակարդից եւ Հայաստանի Հանրապետությունը այսօր Ո, կոնֆլիկտի թակարդից։ Արցախը դա թակարդ էր։ Սա գիտեք ոնց է։ Ծանողը բերա։ Այս տեսակի համար եւ այս տեսակը գնահատողի համար ծնողը բերա։ Երեխան բերա, հայրենիքը բերա, բայ այդ դա միջի պատասխանատվություն է։ Թակարդ է, թակարդ։
Սահմանափակով։ Ինչպես են ասում, թոք այ գցած իրանց վզին, այդ թոքը ձեր վզին գցվելու է։ Լսենք այն ինչ ասում։ Ծաղկումը 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը դադարել է եւ ներգաղթը սկսել։ Ինչ ուզի ասում է։ Ներգաղթը սկսել։ Հայաստանում հունիսին 2 արհեստական բանականության գործարան է ստեղծվում։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել 3 հատ էլ ատոմակայան են կառուցել, չգիտեք։ 18 թվականին էլ այնտեղ մենք ունեինք արդեն հերոստացույցի լվացքի մեքենայի սառնարանի գործարաններ, հիշում եք։ Ափսոս չկա։ Բայց Նախիրի համար դա կարևոր չի, Նախիրը սիրում է լսել։ Ինքը ինչ ուզում է։ Նախիրը ականջներով է սիրում։ Եվ ինքը իր ընտրողին լավ գիտի։ է ռազմարտունաբերական համալիր։ Հայաստանի Հանրապետությունը ունի նոր բանակ, սպառազինված։ Ունի նոր բանակ, ճիշտ է, ինքը 3 անգամ կրճատվել է քանակությամբ։ 3 անգամ։ Ունի նոր բանակ։ Այսինքն հենին ինչ էր արել։ Հա, մոռացանք, հինը կազմալուծել է ինքը։ Նոր բանակը դա այն աղջիկներն են, ոսես պատտվում էին, իրանց առանցքի շուրջ։ Նոր բանակ 14000 հոգի, որ 2 անգամ ավելի շատ ոստիկան ունի եւ 2.5 անգամ ավելի շատ ոստիկան ունի իր ճղճին կյանքը պահելու համար։ Էդ է նոր բանակ, սպառազինված։ Սպառազինություն, որտեղ ինչքան չօգտագործված բանկա բերել են, անունները փոխել են հայկական, որ ասեն մենք ստեղ ենք։ Ես այդ ռազմարտունաբերությունը դա լսենք։ Ժամանակակից, գերժամանակակից տեխնիկա։ Հայաստանի Հանրապետությունից ըստ էության ծայրահեղ աղքատությունը արմատախիլ է արված։ Բա, գիտեք դուք, Հայաստանի Հանրապետությունից ծայրահեղ աղքատությունը արմատախիլ է արված։ Չեք գնահատում ես։ Առողջության ապահովագրության համակարգ է դրված, որտեղ մինչև 18 տարեկան երեխաները եւ 65+ տարեկի թոշակառուները առողջության ապահովագրություն են ստանում։ Մի բան, որ նախատեսված չէ բյուջեով, ավելացեցին ընտրություններից 2 ամիս առաջ, որը կվերանա անմիջապես ընտրություններից։ Պետական բյուջեի հաշվին։ Ես հպարտ եմ այսօրվա Հայաստանի։ Մի րոպե, պարոն Բաղդասարյանը արձագանքի հնարավորություն։ Շնորհակալ եմ։ 3 րոպեն էկրաններին։ Շնորհակալ եմ։ Պարոն Փաշինյանից այնպիսի տպավորություն ստացվեց, որ ապրում ենք կատարյալ Հայաստանում, դրա լավագույն ապացույցներ այսօրվա իմ ուշանալու հանգամանքը։ Պարոն Փաշինյան, 2018 թվականի հեղափոխության խոստումներից մեկը վերաբերվում էր քաղաքական համակարգի փոփոխություններին, կուսակցությունների մասին, հարցերի ֆինանսավորման վերաբերյալ հարցերին։ Անցել է 8 տարի, ու մենք այսօր ստեղ կանգնած խոսում ենք, որ ինչ որ կուսակցությունների ֆինանսավորումներ չգիտենք որտեղից է, ոնց է, այդ տվյալներին դուք լավ տիրապետում եք։ Ավելին ասեմ, ձեր նախընտրական խոստումներից մեկը այն է, որ կարող մեծամասնություն ստանաք, սահմանադրություն փոխեք։ Այդ սահմանադրության տեքստը խիչի հրապարակվել մինչև հիմա։ Մենք քաղաքացիներ, այն քաղաքացիները, որոնք պետք է գնան ձեզ ձայն տան, որ ձեր ուզած տոկոսները հավաքեք։ Իրանց հետ խիդա պարզ ու թափանցիկ ձևով չի կոմունիկացվել մինչև հիմա։ Էդմոն Մարուկյան հիմա խնդրեմ պարոն Մարուկյան։ Ինչ չտվեց։ Տեսեք, շատ գույնավոր։ Հետո արձագանք եք, Որ ես խոսում եմ թաթել, բոլորը նենց խոսում են, սա սկսում են թաթել։ Երբ որ խոսում է այդ բարգավաճող Հայաստանի մասին, 2 օր առաջ քաղաքացիական տարբեր քաղաքական ուժերի ակտիվիստներ են ծեծվել, հղի կնոջը քաշել, աշկի տակը խփել, բան արել։ Այսինքն այս բռնությունները քաղաքական որ երկում կան, դա ընտրական իրավունքի ոտնահարման ցցուն դեպքեր են։ Վարչական ռեսուրս կիրառվում է, միանշանակ կիրառվում է։ Այն ինչ որ կատարվում է օդանավակայանում, դա նույնպես ապօրինություն է։ Այսինքն բազմաթիվ բաներ են արվում։ Հիմա մենք խոսում ենք AI գործարանի մասին, բայց ամենակարևոր բանը որն է, որ ժողովրդի կամ արտահայտության վրա ազդեցություն չլինի։ Հիմա այդ ազդեցությունը կա իշխանության կողմից։ Շատ լավ, պարոն Փաշինյան, խնդրեմ։ Նախ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու դատապարտում եմ բռնության ցանկացած դրսևորում։ Սեցիկ ոնց է դատապարտում բռնության ցանկացած դրսևորում։ Բռնության կոչերով ամբողջ օրը հանդես եկող մեկը ինքը դեմ է բռնությանը։ Կզսնելու եմ, ջարդելու եմ, այս մարդը դեմ է։ Այս մարդը դեմ է այդ բռնությանը։ Շատ է դեմ, հա, բա ոնց։ Անկախ ում նկատմամբ եւ ինչ կոնտեքստում։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք հիշեցրիք, որ մենք ժամանակին խոսել ենք նոր սահմանադրություն ընդունելու մասին, բայց այո, եւ ես ընդունում եմ այդ քննադատությունը, բայց եկեք չմոռանանք հանգամանքները, որովհետեւ 2020 թվականը ա եղել կոവിഡ്, ա եղել պատերազմ, ա եղել ընդհուպ այն 2020 թվականից առաջ
18 թիվ ա եղել, 19 թիվ ա եղել։ Սահմանադրությունը այդ ժամանակ էր պետք ընդունել, որովհետև դա հեղափոխական օրակարգն էր, դա չէր կարող ուշանալ։ Դու ոնց կարող ես 8 տարի կառավարել մի սահմանադրությամբ, որ դու պետք է փոխած լիներ հենց քո իշխանության հաջորդ օրը։ Ժամանակ հարց էր ծագում, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին, այսինքն Հայաստանը որոշակի ցնցումների միջով անցել եւ մենք պետք է տեսնեինք կառավարման որ համակարգի վրա ենք մեր շեշտը դնում։ Ոնց իրենց պետք է ժամանակը, որ իրանք տեսնեին, որ կառավարման համակարգն է լավ։ Փաստորեն ինքը որ գալիս էր ասում է սահմանությունը փոխել, ինքը սուտ էր ասում։ Որտեղ առնվազն ինքը ասում է, որ ես չգիտեի ինչ պետք է անեի։ Ինքը էլ պետք է մի քիչ կառավարեր, որ հետո տեսներ դրա վրա ինչ է անելու։ Նախին սա չի հետաքրքրում։ Իրան ընդհանրապես ասեմ, որ չի մա չի հետաքրքրում։ Խոտը ջուրը տեղը լինի։ Ինչ վերաբերվում է կուսակցություններին, մեր գործընկեր կուսակցությունները կվկայեն, նրանք ովքեր ընտրություններին մասնակցել են եւ որոշակի արդյունքներ են արձանագրել, պարտադիր չի որ շեմի հաղթահարման, նրանք պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, նրանք պետական բյուջեից այդ ֆինանսավորումները էականորեն, ես հիմա կոնկրետ տոկոսներ չեմ նշի, Պարոն Մարուքյանի հարցին էլ արձագանքեք եւ մյուսներին Արձագանք եմ իմ բանի հետ կապված։ Խնդրեմ։ Պարոն Փաշինյան, նախ իմ հարցը վերաբերվում էր նոր սահմանադրությունը, ինչի մասին է, կիսանախագահական, նախագահական, ինչի մասին է։ Մենք չգիտենք, քաղաքացիները չգիտեն, բայց դուք մարդկանցից ուզում եք այդ քվեն, որ գնաք ընտրվեք։ Ուր է այդ սահմանադրության տեքստը։ Ձեր Ինքն ասում է տվեք ինձ վստահություն, ես կգրեմ։ Ապա ձեր համար ի՞նչ տարբերություն ես ինչ եմ գրելու։ Իրոք, իր նախիդի համար տարբերություն չկա ինչա լինելու է սահմանադրության մեջ։ Իր համար ընդհանրապես իրական չի, իր համար Նիկոլն է կարևոր։ Մեկ էլ որ ասեն դրա դիմաց իր կերը չկորցնի, աշխատանքը չկորցնի, թե սահմանադրությամբ իրանք կտանենք գնդակահարեն, թե ասենք ֆարշ կսարքեն, չգիտեմ, երշիկի համար իջան այդ նախիդին հետաքրքիր չի ուզում ինքը ծանրաբեռնի, որովհետև հանգարց կարող է տեղ մի հատ բան վտանգավոր բան տեսնի իր հանգստության համար եւ սկսի ընդվզել։ Նախիդը չի սիրում ընդվզել։ Մի խանգարեք, թողեք, թող որոճա։ Նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից մեկի բովանդակությունը ինչի մասին է։ Երկրորդ, որ ասում եք պետական ֆինանսավորում։ Հասկանում եմ, նորմալ է, այն ուժերը, որ համապատասխան տոկոս ստացել են, ստանում են պետական ֆինանսավորում։ Բայց այստեղ եկել եք, կասկածում եք ինչ-որ ուժերի ֆինանսավորման վրա։ Դուք տիրապետում եք այդ բոլոր գործիքներին։ Ինչի՞ չեք բացահայտում այդ ամեն ինչը։ Շատ լավ, շնորհակալ։ Բաց։ Դուք ասում եք թշնամիներից եք ֆինանսավորում։ Ածա խոտատու։ Կամ դուք եք ֆինանսավորում։ Թե ուղակի խոսալու բան չկա, քո նախիդին կերակրում ես նրանով, որ դիմացած կանգնած է թշնամի, որը ֆինանսավորվում է դրսից։ Նա աշխատում է նախիդը սիրով ուտում է այդ կտերը։ Ուրեմն այստեղ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Ղարաբաղյան շարժումը որպես թակարդ, որի մեջ Երեք մենք հայտնվել րոպե ենք, եւ ես ուզում եմ իրեն ասել, որ շարժման գլխավոր առիթը եւ պատճառաբանությունը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ցեղասպանությունից փրկելու նպատակը։ Մի բան, որ կատարվեց հենց Նիկոլ Փաշինյանի ժամանակ, որովհետեւ ինքը հպարտությամբ է հիմա խոսում այն բանի մասին, որ ինքը զոհաբերել է Լեռնային Ղարաբաղը, որ կարողանա Ադրբեջանի հետ կառուցի հաշտություն եւ երկխոսություն։ Գուրգեն Սիմոնյան, Սուրեն Պետրոսյան։ Ներողություն, սահմանադրության մասին խոսք գնաց, բայց բոլորդ եք հաջատեղյակ եք ու գիտեք, որ ներկայիս սահմանադրությունը պսևդո խորհրդարանական է։ Ըստ էության վարչապետապետություն է սահմանում ներկայիս սահմանադրությունը, դա Սերժ Սարգսյանի հայտնի կոստյումն է, որ ժամանակին պետք է փոխվեր եւ ընդամենը այնտեղ պետք է երաթեր իշխանության հավասարակշռությունը վերականգնվել սահմանադրության ու հնարավորություն ստանանք մենք, որ վերահսկիչ մարմին ձևավորվեր։ Գուցե դա կարող է լինի երկպալատ պարլամենտարիզմ, ով գիտի։ Սահմանադրագետները պետք է հավաքվեն, զրուցեն, բայց ինչ վերաբերում է պետության հիմքերին, մենք պետության հիմքերին ձեռ տալու իրավունք չունենք, որտեղ բոլորը հաջատեղյակ են, որ երկրները շարունակաբար զարգանում են որպես կանոն ճգնաժամային իրավիճակներում եւ լիակատար ռիսկերի բացակայություն չկա։ Բայց ինչ կարևոր է, ինչ կարևոր է փոփոխությունները, կարևոր է հրաժարվել պանջատիրությունից, հրաժարվել Արցախից, հրաժարվել անկախության հռչակագրից, մի խոսքով ինչ որ թուրքերին պետք է երկպալատ, երկպալատ, բալանսավորում դրանք ընդհանրապես էական չէ սրանց համար։
Պատվեր են կատարում, նրանք խնդիր ուրիշ տեղ է դրված։ Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ պարոն Փաշինյան իմ հարցին չպատասխանեց անվտանգային մեխանիզմների հետ կապված, որոնք են լինելու անվտանգային մեխանիզմները եւ շատ կարճ դիտարկում։ Դուք ասացիք, որ 96 թվականին լուծված է եղել ըստ էության Արցախի հարցը։ Հիշացնեմ, ինչ պատասխանեց, այդ ինչ անվտանգության երաշխիքներից խոսում են։ Ո՞րն է դա, միշտ տալը, որ պատերազմ չլինի, այդպես չպատասխանեցի, մայր հիշացնում ասում, դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ ՀՀԿ-ի համանախագահողների խումբը ձևավորված է ՄԱԿ-ի անվտանգության մշտական ներկայացուցիչներից 5, միջուկային գերտերություններից 3-ով։ Սա նշանակում է, որ Արցախը ոչ թե լուծված է, այլ եղել է խնդիր, որին մասնակից են եղել 3 գերտերություններ միջուկային՝ Ֆրանսիա, Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ։ Այսինքն եղել է խնդիր։ Հայաստանը, ես համոզված եմ, որևիցե մեկը չի կարծում, եղել է գերտերություն, որ այդ 3 գերտերությունները հավաքվել են, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը համոզեն, այնինչը չի պատկանում իրեն տալ Արման Բաբաջանյան, խնդրեմ։ Այսինքն հարց է եղել, չէ՞ խնդիր։ Պետական մարմինների աշխատանքի մասին ես կարծում եմ, որտեղ մենք լուրջ թերություն ունենք, որտեղ վերջին օրերին ամեն օր գրեթե Ավելի գարշելի, քան տաղտկալի կենթանի, քան Արման Բաբաջանյանն է, մեկ էլ երևի ամեն դեպքում Փաշինյան Նիկոլն է։ Խնդրեմ։ Սիրելի քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը խոսում է բանակից, բայց ինձ համար ինքը մարդ է, որը կարող է իրականում նվաստացնում է ու վիրավորում է զինվորի ընտանիքին ու մորը։ Երկրորդ, Հայաստանի սահմանադրության մեջ 2019, 20 այդ որևէ թվականներին ես եղել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովների անդամ։ Երբեք չի եղել Ալիևի պահանջով անկախության հռչակագիր հանելու հարց։ Դա առաջ է եկել 2024 թվականին։ Դրա համար է Նիկոլ Փաշինյանը դա առաջ բերել։ Եվ երրորդ, վարչական ռեսուրսի հետ կապված։ Ես հրապարակել եմ մի քանի ձայնագրություն, երբ ինչպես են համայնքապետերը պարտադրում դպրոցի մանկապարտեզի տնօրեններին հաճախել Նիկոլ Փաշինյանի հավաքներին։ Ոչ մի արձագանք։ Հիմա խոսում ենք վարչական ռեսուրսից։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացնում է Ադրբեջանի ներսում տեղի ունեցող ինչ որ process-ներ եւ ՄԱՏ-ը պահում է զարկերակի վրա։ Ինչ որ process-ներ, լսեք ես տականքել միմիկաներն եք։ Ինչ որ process-ներ։ Դա ինչ որ process-ներ չի։ Եթի։ Այդ բոլոր ինչ որ process-ները գալիս է տեղափոխվում են Հայաստան։ Զգում եք դեմքի լարվածությունը, սա դիակ է։ Հավատացեք ինքը հասկանում է, որ կարող է ամսի 7-ը լինի իր կյանքի նաև վերջին օրը։ Մենք փակել ենք ընդհանրապես այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների վերադարձի թեման եւ ես չեմ թաքցնում, մենք դա փակել ենք 500,000 հայերի Ադրբեջան վերադառնալու թեման փակելով։ Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղը զոհաբերելուն, Լեռնային Ղարաբաղը ես չեմ զոհաբերել, ընդհակառակը Հայաստանն է զոհաբերված եղել Ղարաբաղյան շարժման, իսկ Լեռնային Ղարաբաղը զոհաբերել են Լեռնային Ղարաբաղի պսևդո էլիտան։ Լսեք, ամեն ինչ արդարացում ունի ստական բանը։ Վաղը նույն ձևի այնքը լիքը տենց արդարացումներ է բերելու դնի իր նախիրի դեմը, ասի դե գիտեք ինչ, այդ սյունիքներ թոք, այն նեղ մասը ում էր պետք, ինչ էր տալիս դա մեզ, դա միշտ եղել է կռվախնձոր, դե ամա տանկ պրծնենք էլի, դառնանք այդ թուրքական աշխարհի մի մասը, ինքը նաև դա ասել է, անելույա։ Սաղվել Շահրամանյանի գլխավորությամբ, որը ստացել է աջակցություն Ղարաբաղում իշխանափոխություն անելու եւ այսօրվա Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների աջակցությամբ, ովքեր խոստանում էին նույնը անել Հայաստանում եւ Հայաստանի հետ, այսինքն Հայաստանի պետականությունը նույնպես ծնկի բերել։ Հա։ Փաստորեն Սաղվել Շահրամանյանն այնքան կա, որ Արցախը ծնկի բերեց։ 10 ամիս սոված մնալուց հետո մի հատ Սաղվել Շահրամանյան, միայնակ, երևի ինքն էր կազմակերպել այդ շրջափակումը, սովը, երևի ինքն էր, որ չէր դիմում ՄԱԿ, չնայած ՄԱԿ-ում էս տականքներ նստած, երևի Սաղվել Շահրամանյանն էր, որ ասեց, որ Արցախցուն դե ոչ մի վտանգ չի սպառնում, սրան ոչ մեկ դա չհիշեցրեց, որ դու խաբեցիր մի ամբողջ աշխարհ հայտարարելով, որ Արցախցուն դե ոչ մի վտանգ չի սպառնում, դու հանցագործ ես, իրան պետք չի հարցնել, դու համաձայն ես, թե չէ, պետք է դու հանցագործ ես, դու ես արել։ Հիմա հարց մյուսին։ Սա ինչ բան է վիճես ես տականքի հետ։ Ինչ վերաբերվում է Քանի մոռացել եք, եկեք ավարտենք, որովհետև հիմա հարց իրավունքը ձերն է։ Դա մոռացել։
Ես իհատերից պատասխան։ Ինչ։ Ես իհատեր։ Չէ, բայց կանոնն այն Կարող եք հարց Իր մոտ գրած է հարց Գագիկ Ծառուկյանին։ Հարցը ում է հարցը տալիս, Գագիկ Ծառուկյանին։ Այդ իդիոտը նույնիսկ չի տեսել, որ Գագիկ Ծառուկյանը այնտեղ չի, որտեղ ինքը եկել է, որ Գագիկ Ծառուկյանին հարց տա։ ուղղել, բայց պատասխան։ կանոնն այն չի, որ Գագիկ Ծառուկյանը ցանկացած պահի կարող է, որովհետև ես տեսա, որ էկրաններին ես տեսա, որ Գագիկ Ծառուկյանը ինձ դատի ա տվել նրա համար, որ ես իրեն անվանել եմ թալանչի, եւ ես հիմա ուզում եմ հստակ արձանագրել, որ ապօրինի գույքի տակ ունեցող գույքի վարույթի շրջանակներում ուրեմն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց եւ նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված է, այսինքն թալանված է ժողովրդից։ Լսեցիք 8 տարի հետո հենց ընտրություններից 2 օր առաջ գտան, որ Գագիկ Ծառուկյանը 300 միլիոն դոլարի թալանել է ու թալանել է դա ժողովրդից։ Իսկ ինչքան է տվել, որ մինչև հիմա դուք դա չնկատեք։ Անվիճվածք։ Դե բնականաբար նախիլը այդ հարցը չի տա քեզ։ Բայց Հայաստանում մենակ նախիլ չի, կան նաև մտածում հայեր։ Թող գա այստեղ եւ պատասխանի այդ հարցին, ինչպես է թալանել ժողովրդի 300 միլիոն դոլարի։ Ես կարծում եմ, քանի որ Ծառուկյանը չկա, բա մեծ խոսում են։ Բա խոստում են դա իր իրավունքն է գալ քանի որ պատասխանողը չկա նաև չկա։ Ես հրավիրում եմ, թող գա։ Ես հրավիրում եմ, մեծ խոսում։ Եթե հաղորդման ընթացքում գա, որ առյուծներից բանից է խոսում, թող գա մեղսենա, ով է կատուն եւ ով է առյուծը։ Պարոն Փաշյան, դուք ձեր հարցը մի խանգարեք, բանավեճ, ճիշտ է։ Okay, չկա։ Ես գիրովականցի եմ տենց անջում։ Ուրեմն ես ուզում եմ ասել, ես մունա չեմ գալի, ուզում եմ ասել, որ ապօրինի գույքի այս թեման քանի տարի կարելի է շահարկել ու դրանով Սմա, այս քանի տարի կարելի է շահարկել ու դրանով ընտրվել։ Միշտ։ Եթե քեզ ընտրողը նախիր է, իր համար ինչ տարբերություն, քանի տարի է այսի շահարկվում։ Նախիրը չի մտածում, նախիրը ուզում է լսի, նախիրը լավ բաներ է ուզում լսի, մեկ էլ միշտ ունենա թան, խոտ ու կողքը ջուր, այդքան բան։ Սա մի հատ թեմա է, որ անդադար Քոչարյանի, Ծառուկյանի, չգիտեմ ում, ապօրինի գույքի մասին մենք լսում ենք, այդ թեման հա քննարկվում է եւ տարիներն անցնում են ոչ մի բան տեղի չունեն։ Սա շահարկում է սիրելի հայրենակիցներ, եկեք ես անգամ մի խաբվեք եւ իշխանությանը փոխեք։ Ոչ մի ուժի մի տվեք բացարձակ իշխանություն։ Նորմալ պարլամենտ ձևավորեք։ Արձագանք, պարոն Փաշյան։ Ուրեմն ապօրինի գույքի համայնքային մեխանիզմով ուրեմն 2018 թվականից մինչև օրս 770 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ վերադարձվել են պետության։ Նոր մոռացա, որ ասել է 6.5 միլիարդ, հետո 8 միլիարդ։ Ինքը չի հիշում, ընդամենը կես ժամ առաջ ինչ է ասել։ Ինչ, թիվ, ուզում ասում է։ Գիտեք ինչի, որովհետև մինչև հիմա ոչ մի ասած թվի համար պատասխան չի տվել։ Հիշում եք, առաջին օրը 25,000 զինվոր էր պետք է շրջափակումից։ Բա։ Հաջորդ օրը 30,000 զինվոր էր պետք է շրջափակումից։ Մյուս օրը 35,000 շրջափակումից մարդեր պետք է։ 35,000 զինվոր։ Այսօր հայկական բանակը 14,000-ը, հայկական բանակը եթե ամբողջ լիներ Ստեփանակերտում, էլի 14,000-ը, բայց նա պատերազմի ժամանակ 25,000 էր պետք է։ Այդքան զոր Ադրբեջանը չուներ։ Ինքը ինչ ուզում, երբ ուզում ասում է։ Վստահ լինելով, որ իր նախի համար մեկ է թվերը։ Նախի չի մտածում նա։ Հազարավոր հեկտարների հողեր վերադարձվել են պետությանը։ Հազարավոր քառակուսի մետրերի զբոսայգիներ վերադարձվել են պետությանը։ Զգացիք զբոսայգիներ են վերադարձվել։ Հա, ծառեր են, չեք զգացել ոնց է ծաղկում Երևանը։ Զբոսայգիներում ծառը օդը ոնց է մաքրվել, չեք զգացել։ Չեք զգացել այգիները ինչքան է շատացել։ Դուք չեք զգացել ժողովուրդ ջան։ Էական չի։
Նախին ասել է, հա, Որ շատ։ ավելի քան 80 մանկապարտեզի ապօրինի սեփականաշնորհած վերադարձի process է տեղի ունենում։ Եվ իմիջայլոց Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի 2.5 միլիոն դոլարանոց առանձնատունը այսօր պետական Շատ սեփականություն։ հիմա պարոն Զուրաբյանը, հետո Արման Բաբաջանյան եւ Արտակ Սարգսյանը վաղուց սպասում են։ Դուք էլ պարոն Բոլորի Բաբաջան։ իշխանությունը Your job Փաշինյանը 8 տարի է արդեն իշխանության։ Ինքը կարող էր Գագիկ Ծառուկյանի ապօրինի գույքով այդ 8 տարվա մեջ զբաղվել։ Բայց չգիտես ինչի, ինչ որ մի պատահականությամբ հենց ընտրությունների ժամանակ, երբ որ Գագիկ Ծառուկյանի ուժը ներկայացնում է ինչ որ վտանգ Նիկոլ Փաշինյանի համար, ինքը գնում է Արարատում եւ Արարատ ցեմենտի արգրավումն է կատարում։ Հենց ընտրությունների ընտրարշավի ժամանակ։ Նույնը կատարվում է Թևանյանի հետ, Անդրանիկ։ Եթե մեղադրանքները կան, այսօր բացահայտվեցին, հենց ընտրությունների ժամանակ Ես խորապես համոզված եմ, որ Թալանչին Գագիկ Ծառուկյանի համար կոմպլիմենտ է։ Ինքը բանդիտ է։ Լսեք, Եվ ես կարծում եմ, որ քրեական օրենսգիրքը իր Ռոբերտ Քոչարյանի հետ մարդակեր մարդասպանի հանցագործի պետական դավաճանի Սերով չկողնորոշված Շիրիմյանի դուստը դա չգիտեմ, ընկերուհինա, արա բայց դուք ես ինչ գարշելի եք արա։ Ես պատկերացնում եմ ձեզ ընտրողի դեմքը, ինտելեկտուալ մակարդակը, որ ձեզ պետք է ձայն տա։ Ձեզ ձայն տվողը չի կարա պետություն ու պետականություն ունենալ։ Իրոք չի կարա, էլի։ Դա թողես չի կարա փաստորեն ինքը փողոց մենակ անցնի։ Հենց Նիկոլ Փաշինյանին, երկրորդը եւ ակնհայտ իմանալով որ դուք կեղծիք եք տարածում, երկրորդը հացբերողի հետ կապված նորից եմ ես ասում, ես շատ ցավում եմ որ մահ ա եղել, բայց դուք պետք է իմանաք ումից ինչ եք ակնկալում, ես բացարձակ ամեն ինչ կատարել եմ, ամեն ինչ մարդու իրավունքների պաշտպանի պատասխանատվության շրջանակում, բոլորը դրա չընդհատեք մյուս անգամ։ Եվ բոլորը դրա մասին գիտեն, Ավետիսյանների, մյուսների գործով ես չեմ եղել մարդու իրավունքների պաշտպան, լավ գնար կլիներ գնայիք նայեք օրենսդրությունը։ Եվս մի հատկա կներեք պատասխանեմ ռուսական այդ ֆինանսավորման, դա բացարձակ կեղծիք է, այդ հարցը բարձրացվեց, բացարձակ Նիկոլ Փաշինյանը բացարձակ կեղծիք է դա, որ տարածում են կեղծ կասկածելի կայքերից, որ մտնում նայում ես ընդհանրապես արհեստական բանականությամբ Նախ այստեղ արձանագրվեց, որ հանցագործներով լեցուն է եղել Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը բոլոր ժամանակների։ Հեծանիվ չեմ հորինի, որ ասեմ, թե մարդը հանցագործություն է անում, օրենքն էլ էս պետք է գրի, որ համաձայն այդ օրենքի ինքը հանցագործ չի։ Նշանակում է պետք է արդարությունը վերականգնելու ալտերնատիվ մոտեցումներ կիրառվել, լուստրացիա պետք է արվել։ Հետո արձանագրում եք, որ այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնիստներ կան։ Ինչ են նրանք մասնակցում ընտրությունների առհասարակ։ Ինչա թույլատրվել, որ օտար երկրյա պետությունների կոլաբորացիոնիստը, որը արձանագրված է պետությունները պետական մարմինների հետ փաստեր ունեն, մասնակցեն համապետական ընտրություններին եւ Որակ իրանք Որովհետև իրենք համահանցակից են, պարզ չի։ Հետո միայն սպառազինությունով չի։ Մոբիլիզացիոն ռեսուրսը չէ, միջև այսօր կառավարելի չի։ Համապարփակ անվտանգության մեթոդները կիրառված չեն, էշելոնացված պաշտպանությունը չկա, պաշտպանական անվտանգային քաղաքականությունը պատշաճ իրականացված չի։ Սպառազինությունը դա վերջին կետն է, որին դուք պետք է գայիք հասնեիք։ Ես պիտի արձագանքեմ, ժամանակը սպառվել։ Բայց ինձ վարկան արագ արձագանքեք, դրա համար է հարցում, եթե հարց է ժամանակ պետք է թողնեք արձագանքել։ Ները չեն մասնակցում ընտրություններին, Կալուգացի օլիգարխը այսօր ոչ, պատգամավորի տեխնացուա, ոչ վարչապետի տեխնացուա, ինքը ընդհանրապես ընտրությունների մասնակից չի։ Բարգավաճ Հայաստան կուսակցության երկրորդ համարը պետական դավաճանության հոդվածով գտնվում է կալանքի տակ, եւ պետությունը իր ընտրակաշառատուները ձերբակալված են, ընտրակաշառ ստացողները ձերբակալված են։ Վերջապես Արարատյանի ներություն, պարոն, մարդկան թանապես չի խոսում։ Սարգսյանը վաղուց չի խոսել, այդպես արդեն։ Ես էլ վաղուց։ Դու վաղուց խոսել եք, պարոն Սարգսյան։ Կես հաջորդի վրա։ Արա, պարոն Սարգսյան, սկսեք։ Էդմոն Մարուքյանն։ Էդմոն Մարուքյանը ինքն ունի արձագանքման առաջնահերթություն։ Բայց ինձ վերաբերող հարցը Վերջ։ Դուք եք անդրադառնում։ Հերիքա ժամանակ մարդիկ զոհվում են, ոչ մեկ պատասխան չի տալիս, մեղադրյալներ չկան, Փաշինյանը հարցին չպատասխանեց, փոքր տրեյնինգ անցկացրեց մարդկանց համար, թե ինչպես դիմեն ԿՀ, որ ինչ որ կուսակցության հանեն ընտրությունների մասնակցությունից։ Այստեղ տրեյնինգի տեղ չի թվում հանեն ընտրություններից, ժամանակն էլ այնց թվում անցել հնարավորություն չկա, բայց մարդիկ բանտերում զոհվում են, մեղադրյալ չկա, հազբերողի հարցը շարքում է, բայց պատասխան տալիս։ Ես երաշխավորում եմ եւ երաշխավորում եմ, որ չի կարա որևէ մարդու մահվան դեպք կոծկվել, չի կարա Ամենահետաքրքիրը գիտեք որն է, ամենազավեշտալի խոսքը, որ Փաշինյան Նիկոլ ասում է ես երաշխավորում եմ։ Շշմելու նախադասությունը։ Եվ առավել եւս զավեշտալի է այն տխմարի դեմքը, որ լուրջ հավատում է, որ սա կարա բան երաշխավորի։ Լուրջ։ Ինձ եմ ուզում այդ մարդկանց աչքերի մեջ մոտիկից նայեմ, ես մոտենամ, դա
այդ հավատացողներից, սրա երաշխավորանքներից, մոտիկից նայեմ էլի։ Տեսնեք ինչ կա դրա ներսը։ Մարդկանց Ով է խոսում։ հարգելի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մենք իզուր ենք այս մարդուն այսքան հարց տալ։ Այս մարդը 3-4 օրից էլ իշխանության չի լինելու։ Նա արդեն զգալով իշխանության կորուստի վախը, մի քանի տեխնոլոգիական հնարքներ ուզում կիրառի, որպեսզի նա Հրայացքը։ Հրայացքը ինչ լավն է, նայ։ Կասկամ եք ինչ վտանգավոր մարդ է իշխանության ղեկին։ Սա հիվանդ է։ Այսինքն ծայրահեղ հիվանդ է։ Բոլոր ախտանիշները անզեն աչքով է երևում, էլի։ Աշխարհից չարացած, սա մարդու արյունից չհագեցած հայ մարդու։ Սա դև է, սա ներ է, էլի, պատրաստ ամեն ինչի, որը ոչ մի կարմիր գիծ չունի։ Այդ հայացքը նայեք, զարժուզելի հայացքը սա, տականքի հայացք էլի։ մնա մենակ դեմոկրատիայի դեմ քայլեր անելով մնա մենակ։ Այս մարդը չի լինելու էլ իշխանություն։ Հասկանալի է։ Մեր ժողովուրդը իր քայլը անելու է։ Պարոն Սարգսյան, խնդրում։ Պարոն վարչապետ, ես հրապարակային դիմել եմ Վարչապետը հայտարարություն է անում, այս մարդը ասում է Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարություն անում են, հենց ասում դու վարչապետ չես, դու պաշտոնակատար ես, ընդամենը։ Սա ամենամեծ բանը որն է, ինձ հաշվի նստեք, ինձ լուրջ վերաբերվեք, ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, չէ, դու պատահական դև ես, որը հայտնվել է իշխանության։ Ընդամենը, ու դա ժամանակավոր է, բախներս դանով է բերել։ Պարոն Մարուկյան, ոչ թե էս, այլ եք, հարգանք։ Դեք բա, տեսակ, հասցրեց սողա մտնի, էլի, Պետրոսը, հասցրեց մտնի ես կամ Հիմա ավարտվեց այս փուլը, Այստեղ կա 14 պրո-հայկական ուժ եւ 1 պրո-ադրբեջանական ուժ, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Իմ հարցը Լևոն Զուրաբյանին է վերաբերվում։ Պարոն Զուրաբյան, ինչպես եք վերաբերվում։ Նրան, որ 2019 թվականին Հայաստանին առաջարկվել է լուծման փաթեթ, որը մեզ հերրու կպահեր այս զոհերից, հերրու կպահեր այսքան հայաթափումից Արցախի։ Եվ երկրորդ հարց, դուք լինելու Վերջ, չկա երկրորդ հարց, չկա, խնդրեմ։ Ուրեմն, այն ինչ որ կատարվեց 2019 թվականին, դա Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն է իր սեփական ժողովրդի նկատմամբ։ Որովհետև մեզ առաջարկված էր մի պլան, ընդ որում Մինսկի խմբի համանախագահության կողմից, որով մենք ընդամենը պիտի հանձնեինք 5 շրջան Ղարաբաղից դուրս, պահպանեինք հայկական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի եւ Քելբաջարի եւ Լաչինի նկատմամբ, իսկ Քելբաջարը վերադարձնելու համար Ադրբեջանը պիտի համաձայնվեր մեզ համար ընդունելի Լեռնային Ղարաբաղի ստատուսի։ Հետևաբար նման պլանի մերժումը, որը ի դեպ ոչ մի խոսք չի պարունակել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, եւ դա սուտ է, որ ինքը ասում է, որ 96 թվից արդեն բաներ Ղարաբաղը խոսվում էր, որ Ադրբեջանի կազմում պիտի լինի, սուտ։ Եվ ինքը մերժեց, թաքցրեց սեփական ժողովրդից, հետո մեր ճնշման տակ հրապարակեց վերջապես այդ պլանը եւ խայտարակվեց, որովհետեւ կանչում էր բանավեճի, իսկ հրապարակելուց հետո ասեց, որ դե լավ, էլ բանավեճ պետք չի։ Իհարկե պետք չի։ Իհարկե պետք չի։ Մի վարքյան, պարոն Փաշինյան, Նարեկ Կարապետյանն է հարց տվել, նա ունի առաջնահերթություն։ Մենք այսօր ֆիքսեցինք, որ Հայաստանի կառավարությունը ուներ հնարավորություն զոհերից խուսափելու, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու եւ լուծելու Արցախյան հարցը հայ ժողովրդի համար ամենաձեռնտու տարբերակով եւ դա չի արվել, որովհետեւ մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել, իրավիճակը տեսել է եւ չի արել եւ այսօր մեղադրում է Արցախի կրված ժողովրդին, գերի ընկած Արցախի նախագահներին, որ իրենք թռել են, բայց թռնողը այստեղ անհերատես, անհավասարակշիռ քաղաքական գործիչներ։ Առանց վիրավորանքների, պարոն Կարապետյան։ Ես ուզում եմ հիմա բացահայտեմ մի շատ կարևոր դրվագ։ Ուրեմն հոկտեմբերի կեսերին այդ թռած ըստ Նիկոլի էլիտան Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը, որոնց հետ մենք հակասական հարաբերություններ ունենք, ուրեմն հրավիրել էին խորհրդակցության Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ միասնական հայտարարություններ կազմվել եւ դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ քանի որ արդեն ջարդվում է բանակը, ինքը ընդունի այն պլանը, որը առաջարկված էր միջնորդների կողմից։ Ինքը հրաժարվեց դա անել, ջարդված վիճակում հրաժարվեց դա անել եւ մենք ավելի կողմ
առաջարկել են, ամեն ինչ ասել, ինքը հրաժարվել է, որովհետև այտենց պետքա լիներ, պետքա Թուրքը մտներ Շուշի։ Անպայման պետքա Շուշին տային, որը ճանապարհը փակեին, հետո Ստեփանակերտը հայտնվեր փակուղու մեջ, որտեղ դա դատարկվել, հասկանում եք։ Ամեն ինչ արել է սա, որ բերի հասցնի այդ վիճակին։ Վերջը թուրքերը չեն հասել Շուշի, հանձնելա գրելով։ Ուրեմն արձագանք։ Բենի որ ասում է կատարյալ սուտ է, կատարյալ սուտ է։ Ինձ մոտ եկել են ասել են ուզում են գնանք Մոսկվա, ես զանգել եմ Ռուսաստանի նախագահին էլ, ասել են որ ուզում են Մոսկվա օթանավն էլ տալիս եմ գնացեք եւ իրանք չեն գնացել։ 2019 Լստականքին լսեք։ Մեր երկրի վարչապետը ով էր։ Պուտինը թե դու։ Ինքը նույնիսկ չի հասկանում ինչա խոսում։ Իրան են առաջարկել, ասել իրենք պետք է գնային Մոսկվա, բանեցեմ։ Մոսկվան է կանցնելու պատերազմը, թե դու։ Ինձ մոտ եկել են ասել են ուզում են գնանք Մոսկվա, ես զանգել եմ Ռուսաստանի նախագահին էլ, ասել են որ ուզում են Մոսկվա օթանավն էլ տալիս եմ գնացեք եւ իրանք չեն գնացել։ 2019 թվականի առաջարկը եղել է Հայաստանի պետականությունը ծնկի բերելու առաջարկ եւ Լաչինի միջանցքի կեղծ պատրվակով մեղրիով միջանցք ստանալու պլան եւ Լսում եք ինչա խոսում սա։ Մեղրին Հայաստանի եւ ես այդ պլանը խափանել եմ եւ այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ մի բան չի սպառնում, ինչ վերաբերում է Ադրբեջանամետին, Ադրբեջանամետը Ես համար եմ ասում, եթե Ռուսաստանին պետք լիներ այս տականքին շպրտել դուրս, այս ամեն ինչը ձայնագրությունով փաստելով մենք ունենայինք, հիմա սենց ինքը չէր կարող խոսալ։ Ասում եկել են իրանց առաջարկում էին Հայաստանի պետականության դեմ քայլեր անել մեղրին տալ։ Ինքը վերցրեց Արցախը տվեց։ Ինքը մտածում է ինքը Հայաստանի պետականության դեմ ոչ մի բան չի արել։ Սա վտանգավոր կենդանի է։ Առավելևս վտանգավոր կենդանի է նրանց համար, ով սան ուզում է տանի իրանց տուն։ Կան չէ շներ, որ ասենք իրանք մարդ են ուտում։ Իրանք կարող է այդ պահին քնածեն են թողեն քեզ իրան շոյես, բայց ինքը մարդակեր է։ Ինքը որ ասեն ջղանալու ինքը կարա ինչ ամեն ինչ անի։ Հիմա այս կենթանուն մարդիկ կան ուզում են տանել իրանց տուն, առանց հասկանալու այդ նախիրը, որ առաջին հերթին իրանց է ուտելուներ, էլի։ Փաշինյան տեսել ենք իրենց անուններով կոչել 2020 թվականի պատերազմը Պուտինն է բերել մեր գլխին, այդ արհավիրք Պուտինն է բերել մեր պետությունը կազմակերպելու համար եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի հեղինակը Պուտինն է, իրականում Թուրքիայի հետ համաձայնեցված հայկական պետականության կազմակերպման վերաբերյալ փաստաթուղթը։ Հետևաբար դրանից հետո Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումներին անարձագանք թողնելու այդ քաղաքականությունը մինչեւ 2023 թվականի Արցախի հայաթափումը Պուտինի ուղակի պատասխանատվության տակ։ Հիմա Վարչապետը ինչ խոտ էր ուտում։ Այս Շիրիմյանի կնիկ։ Բա վարչապետը ինչ խոտ էր ուտում։ Դա կարող է Պուտինին հետաքրքիր էր, հա, եւ ինքը տենց էր ուզում։ Բայց այս պետության ղեկավարն ու պատասխանատուն Պուտինը չի։ Ոչ էլ Էրդողանը, ոչ էլ Ալիևը։ Վարչապետը բա ինչ խոտ էր ուտում։ Ինքը չի արել այդ ամեն ինչը։ Դե հա, բայց նախիրի համար սա էական չի։ Նախիրի համար կարևորը որ Նիկոլաս ինչ կապ ունի թե գցել են հայվանի ջեբը։ Դե մարդ հայվան չունի տես կմտածի։ Ես խնդիրը կարող եմ պատասխանել։ Հայաստանի պետության գլխավոր խնդիրը դա նա է, որ երկրում չկա ռազմարտունաբերություն։ Ռազմարտունաբերության լինելու դեպքում մեր բանակային հրամանատարությունը հնարավորություն կունենար ապահովել անվտանգություն, մեր զինվորը հնարավորություն կունենար ապահովել մեր երկրի անվտանգությունը։ Սուրեն Պետրոսյան հետո Արմեն Բոլորը խոսում են նախագծերից, ռուսական կողմ ուներ այս նախագիծը, արևմտյան ուներ այս նախագիծը։ Իսկ կարող ենք մենք արդյոք խոսել, ինչ նախագիծ ունենք մենք, որն է մեր հայկական եւ ազգային նախագիծը։ Եվ գիտեք, այս ամենի խնդիրը որտեղից է ընդհանրապես առաջ գալիս, որ իդեպ սկսած առաջին նախագահից սկիզբ դրվեց քաղաքակրթական հանցագործության, որը մինչ օրը շարունակվում է, որ մեր ճակատագիրը կորոշեն վերին ատյանները։ Մենք երբեք այդպես էլ պատասխանատվություն չստացվեցինք իդեպ փառահեղ Բաբաջանյան, Տիկին Բաբաջանյանը դել ասում էր Պուտինն է մեղավոր։ Ասել, այ Պուտանկա, քո կյանքի համար ո՞նց կարող է հարևանդ պատասխանատու լինի։ Քո կյանքը քոնն է, թե հարևանինդ։ դա իրականացնում է ավելի ուժեղ ներկա իշխանությունը։ Մենք
Արցախի հիմնահարցը ներողություն մի անգամ ախոսքս ավարտեմ։ Արցախի հիմնահարցը երբեք չի եղել իրավական, երբեք եւ միջազգային հարաբերություններ։ Այն եղել է բացառապես ուժային եւ այսօր այդ իրավիճակը դիվերսիֆիկացման մասին է խոսում կառավարության հիմիկվա ղեկավարը, բայց հələ տեսեք ցուցանիշները Ռուսաստանի հետ ու բոլորդ խոսում եք դրա մասին, բայց իրականությունը չեն խոսում։ Իչա Ռուսաստանի ավելի կախվածության մեջ առաջացած է։ Ուրեմն 6 անգամ 18-ից 25 թվին դրամական փոխանցումները ավելացել են Ռուսաստանից։ Կրկնապատկվել է 18-ից 25 թվերին ներդրումները։ Արտաքին առևտրի յուրաքանչյուր $100-ից 41-ը կապված ա եղել Ռուսաստանի հետ։ Yandex համակարգը դրվել է Երևանի տրանսպորտային համակարգի հիմքում։ Այն վարչապետության ժամանակ մեր քաղաքացիներին ասեմ, իջեցվելու է այս ազդեցությունը։ Եվ մյուսը, այս Ալիևին, բա որ մարդ եք բերում մեր վրա, ասենք պատերազմով եք սպառնում մեր երկրում, այդ ո՞նց հասկանանք։ Եւ մյուսը, այս ինչ բառապաշար է ընդհանրապես։ Թռած։ Մի րոպե, էլի չէ, մի րոպե, ստոպ, ես մի րոպե հետեւյալը։ Թռած։ Կալուգացի օլիգարխ դրանք վիրավորանք են։ Եթե ես դա հիմք ընդունեմ, ասենք վիրավորում է Սամվել Կարապետյանին, այդպես եթե ես հիմք ընդունեմ, ասեմ Ալիևի կամակատար, իմ միկրոֆոնը կանջատեք, չէ։ Հա։ Այնի թռած մռած ինչ ասում ամեն ինչ իրավունք ունի, սան եթե ասեն Ալիևի կամակատար, անջատում են միկրոֆոնները, ասում Նիկոլը մենակ չի եկել։ Բոլոր 3 պրոստիտուտկեքը պլյուս 2 հոգի վարող իր հետ է։ 2020 թվականին 2020 թվականին մենք առաջարկել ենք պարիտետային քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը պետք է քններ բանակցային գործընթացը, այն ինչ որ ստեղ խոսում են, եւ պատերազմի հանգամանքները։ Այդ առաջարկությունը մերժվել է բոլոր ուժերի կողմից, խորհրդարանը նոր ընտրվել է, նոր խորհրդարան ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Եվ քննիչ հանձնաժողովի ոչ մի բացահայտում ժողովրդին հայտնի չի, որովհետև այդ զեկույցը չի հրապարակվում։ Տեսեք զոհերի թիվ են վիճարկում։ Հիմա ուզում եմ ասել հետեւյալը, սիրելի հայրենակիցներ, մեզ ընտրելով դուք հնարավորություն եք տալու ստեղծել ճշմարտության հանձնաժողով, Truth Commission, որ ամեն տեղից վերկացող մի բան չպատնի եւ ճշմարտությունը ձեզ ներկայացնի։ Այս է մեր առաջարկը։ Արդ, ինչու դա չի հրապարակվել, որովհետև այդ դեպքում կբացահայտվի իրենց հանցագործությունները։ Սա ընդհանրապես պետք է արձանագրել, որ կա քննիչ հանձնաժողովի արձանագրություն ու միայն այն հանգամանքը, որ դուք չեք հրապարակում դա, խոսում են մասին, որ դուք հանցագործ եք։ Վերջ, ինչ պիտի ասի դրանից հետո։ Ինչ ուզում է թող ասի։ Մի բան պետք է բլթցնի, չէ՞։ Բայց կա հանցագործություն բացահայտված ու դու դա մեստեղ չեք պահում։ Միայն հանցագործը կկոսկի իր հանցակիցը, հանցագործությունները։ Գիտեք ինչն է ցավալի, որ համարյա բոլորը ստեղ կանգնած Արցախից են խոսում, Արցախի ընտրություն չի եւ խափում են, թե Արցախցին Հայաստանի քաղաքացի ա եղել։ Արցախցին եթե Հայաստանի քաղաքացի ա եղել, ինչու չի մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Մի րոպե։ Ես պետք է ասեմ, որ այսօր Արտակ Սարգսյանը ինձ բան արեց, ապշեցեց բացասական իմաստով։ Իրոք, սենց ես ուրիշ բան էի սպասում, գոնե ասեք իշխանությանը հարց կունենալ էլի ինքը։ Իր հարցերը դեռ ուրիշ տեղ էր։ Արցախցին Հայաստանի քաղաքացի չի եղել, ոչ եղել։ Ասեք դա չափանիշը ո՞ր էր։ Արտակ Սարգսյան։ Որ ընտրության չի մասնակցել Հայաստանում դա է չափանիշը։ Շարունակությունը լսենք։ Կա մարդու իրավունքների պաշտպան, կա Արցախի հարցով հատուկ դեսպան։ Մարդու իրավունքների պաշտպանը խոսում է շատ ցավալի դեպքի մասին, հղի կնոջ մեքենայի տակ ընկնելը։ Քոչարյանի էսկորտը ավտոյի տեղ մարդ էր գցել։ Ինչի՞ չեք հիշացնում այդ ծածկա դմփոցը մարդու Ում հիշացնեն։ Ծածկա դմփոց ա եղել, այդ հարցը ուղի է։ Դիմացած կանգնած է այսօրվա կառավարությունը։ Ասա հանցագործություն ա եղել, ծածկա դմփոց ա եղել, դուք չեք բացահայտում, նշանակում է դուք հանցագործ եք։ Ո՞մ ա ուղղված այս հարցը։ Ես ապշած եմ։ Ինձ հարց տվեցիք այսինքն, չէ՞։ Պարոն Թաթոյան, հարգեք ինձ այն իրավունք։ Չէ, ես հարգում եմ, ասել ձեր այն իրավունքներ հարց տվեցին։ Շարունակեք, պարոն Բաղդասարյան։ Շնորհակալ եմ։ Նախ Արցախցի մասնակցել ընտրություններին, ով հիշողության կորուստներին, նախորդ դարի 90-ականներին Արցախցի մասնակցել է Գերագույն խորհրդի ընտրություններին, դա մեկ։ Իսկ ասում ավելին, Գերագույն խորհրդից, Գերագույն խորհրդում Հայաստանի, Արցախից ներկայացուցիչներ են եղել, պատգամավորներ են եղել Հայաստանի խորհրդարանում, Արցախից։ Ինչ ինչ հարցեր են։ Մարդը եթե չի կարողանում կառավարել սեփական բառաֆոնդը եւ վարքագիծը, ո՞նց է կառավարում երկիր առհասարակ։ Չի կարելի ընդհանրացնել, ասել բոլորը ստեղ օտար պետությունների շահեր են սպասում։ Սա Նիկոլին ա ուղղված։ Մարդը որ իրեն չի կարողանում կառավարել, ո՞նց կարող է երկիր կառավարի։
Սաղին ասում է դուք օտարերկրյա գործակալներ եք։ Պատկերացնում եք։ Իդիոտ, մոռանում է, որ ինքը ընդդիմադիր падգամավոր չէ, ինքը երկրի առաջի դեմքն է։ Եթե դիմացը նստած են օտարերկրյա գործակալներ, իրանք պետք է ասեն ախպեր, եթե մենք օտարերկրյա գործակալ ենք, նշանակում է դու հանցագործ ես։ Դու մեր հետ փայ ես, դու մեր հետ հանցագործ ես, որտեղ դու գիտես, ու մենք ազատ ֆարֆարում ենք։ Բայց նախիրը թաքսը չի տա։ Նախիրը կոսին։ Ճիշտ ասում է վարչապետը։ Դրանք բոլորը գործակալ են։ Ես իմ ամբողջ գիտակցական կյանքում ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը եւ շարունակում եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի անգամ չի ճանաչվել որպես Ադրբեջանի տարածքային մաս։ Երբևիցե դա եղել է վիճելի տարածք եւ դրանում միայն մեղավոր են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք այդ պարադիգման շարունակել են սարքել են այնպես, որ վերջում հանգեցրել են պատերազմի եւ դրա քաղաքական գնահատականը չի տրվել ընդհանրապես։ Արման Թաթոյան։ Նիկոլը շարունակել է այդ պարադիգմայի շարունակողն է։ Նիկոլը այդ ամեն ինչի շարունակողն է։ Այս մարդիկ չեն տիրապետում։ Հենց ձեր հետաքրքրելով։ Ասիմոնյան վերջացրեցիք։ Գավելի։ Արման Թաթոյան։ Մի րոպե։ Երկխոսության մի նախ ես պահանջում եմ այլևս չընդհանրացված հայտարարություններ չանել անպատասխանատու հայտարարություն։ Ես հասկանում եմ, որ անընդհատ հայտարարություններ եք անում։ Մյուս անգամ դες բաներ չանեք ու չվիրավորեք մարդ։ Բա ինչ անի այդ մարդը։ Բա ինչ անի, ցույց տա որ ինքը տարապյալն է։ Ինքը տարապյալ է, դուք սա գործակալ եք, ինքը տարապողն է ձեզը։ Մեկ, երկրորդը, մեր պետությունը գաղտնի օրակարգեր չպետք է ունենա, այս հարցադրման կոնտեքստում ես պատասխանում եմ, մենք մի անգամից անելու ենք գաղտնի պահված 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվել։ Մեր մի րոպե մի վարքյան, մեր անհայտ կորած զինվորների ընտանիքներն ու զոհվածների պետք է ստանան պատասխանները, դա առաջնահերթ խնդիր է, որ անելու է։ Ձյանին խորհրդարան ասելու պարագայում ձեր կարմիր գծերը խնդրում եմ նշեք, որ ուժերի հետ կոալիցիա կկազմեք, որ ուժերի հետ կոալիցիա չեք կազմի։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Առաջինը, այդ նախ կեղծ տեղեկությունները ցրելու համար, առաջին ամենամեծ հաստ կարմիր գիծը։ Մենք Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու վարչապետ, ԿՊ-ն Հայաստանում չի կարող իշխանության վերարտադրվել։ Վերջ, մեծ վերջակետ։ Երկրորդը, մենք Ռոբերտ Քոչարյանին վարչապետ չենք ընտրելու։ Վերջակետ։ Երրորդը, Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ սահմանադրական արգելքների պատճառով։ Եվ մենք առաջադրելու ենք իմ տեխնատությունը Հայաստանի ազգային շահերից ելնելով, բայց որոշումները կայացնելու ենք ելի Հայաստանի ազգային շահերից ելնելով համագործակցությունը հաշվի առնելով, եւ ամենակարևորը երբեք չի լինելու այնպես, որ մեր պատճառով իշխանափոխությունը տապալվի։ Սամվել Կարապետյանը Ինչ է լինում, երբ մեզ կանգնացնում են արտաքին ուժերի ընտրության առաջ։ Բաքուն կամ Մոսկվան, Վաշինգտոն, Բրյուսել եւ այլն, առավելևս հիմա Բաքվի ու Մոսկվայի մասին է քննարկվում, մենք պետք է ընտրենք, թե ինչ է ուզում Երևանը, Գյումրին, Վանաձորը, Հայաստանը։ Իսկ ես լինելու եմ միայն Հայաստանի շահերով ղեկավարվող մարդ եւ խնդրում եմ քվեարկենք որպես այս վիճակից դուրս։ Սպարտակ Գյուրեղյան հետ խնդրեմ։ Այդ ինչ հետաքրքիր իրավիճակ է։ Պարոն Արտակ Սարգսյանը խոսում է, որ արցախցիները երբեք չեն ընտրել, ասում են հաստատ ընտրել են 96 թվականին, նույնիսկ ընդեղից ընտրված падգամավոր է եղել, ու ժպիտով կանգնացեք։ Ընտրությունի արդյունքում է եղել падգամավորը, ես շատ լավ դա գիտեմ։ Ուղղակի ժպիտով կանգնացեք, միակ չեք ուզում այս դահլիճում ձեր նոր տրված սխալ տեղեկատվության համար ներողություն խնդրեք։ Ես մենք հենց ձեր նման ընդդիմության ու իշխանության պատճառով ենք դարձել բոլորին դեմ, որովհետև դուք գալիս եք ոչ մի բանով չտարբերվելով անպատասխանատու հայտարարություններ եք անում, հետո ժպտում եք։ Նորմալ է ձեզ։ Դուք այս ժպիտով եք կառավարելու եք, դրա համար հնարավոր չի որ դուք անցնեք, որտեղ ժողովուրդը հասկանում է, որ մարդիկ անպատասխանատու հայտարարություններ են անում։ Այստեղից է սկսվում, պետք չի պարոն Մարուկյան մտածել, որ այստեղ հավաքվել են երկրի կարևոր փրկության հարցերը քննարկել։ 3 տարի падգամավոր եք եղել, չեմ տեսնում այդ փրկությունը մեզ։ 70 սերիայի մենք եկել Հայնակիցներ Հայաստանի Հանրապետությունից եւ Սելի հայնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, երբ որ ադրբեջանցիները գնացել են, նրանք ստացել են փոխհատուցում, նրանց ճանապարհել են ոստիկանական մեքենաներով, այդ ամենի արխիվը կա եւ նրանք ըստ էության իրենց վերադարձի իրավունքից զրկված են, այնտեղ խոսում են գալու մասին, վերադարձու մասին չեն խոսում։ Ինչ վերաբերում է հայերի մասին, ապա հայերը իրավունք ունեն վերադառնալու Ադրբեջան։ Այդ հարցը պետքա լինի, այդ հարցը պետքա լինի օրակարգում, մենք ունենք փախստականներ Սումգայիթից, Բաքվից եւ մնացած։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովրդին, Ղարաբաղի ժողովուրդը ունի վերադարձի իրավունք այն իմաստով, որ նրանք ինքնավարություն են ունեցել։ Այս հարցերը եթե մնան մեր օրակարգում, Ադրբեջանում չի կարող ծնվել գալու օրակարգ։ Մեր օրակարգից հանվեց, իրանք բերելու են։ Պետք է մեր օրակարգում լինի։ Հիմա տամ լուծումները։ Ուրեմն տեսեք, նախ հստակ,
այս ադրբեջանցիների բնակեցման հարց չկա, գոյություն չունի, դա 0-ից քաղաքական պատասխանատվությամբ այս կառավարության աճեցրած հարցն է։ Դա ինչքան էլ դուք շղթեք, ինքը մեկը զարգանում է, որտեղ դուք հավասարեցրել եք արցախցիների վերադարձին, հավասարեցրել եք ուզում եք փակեք, բայց իրականում այդպես չի։ Արցախցիների վերադարձի հարցը կա, գոյություն ունի այսօր Արդարադատության միջազգային դատանի որոշմամբ, գոյություն ունի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կոչով, շատ խորհրդարանների ԱԳՆ-ների կոչով, եւ դա Արցախ հայրենիք վերադարձի իրավունք է։ Իսկ ադրբեջանցիները 2021 թվին եվրոպական դատանի որոշում կա, որտեղ ասել է դու այլևս չես կարող գալ այս դատարան վերադարձի հարցերով, որովհետև ժամանակը սպառվել է, Հագայի դատարանն էլ ասել է 24 թվին ես այն դատարանը չեմ, որտեղ դու կարող ես գալ։ Վերջ։ Այսինքն սա նշանակում է, որ այս թեման մեկ է փակ է, դա մեկ է առաջ է գալիս ու դուք ինչքան ծաղկեք, փորձեք զիջումների հաշվով, մի րոպե, զիջումների հաշվից սա փակեք, մեկ է, դա չի ստացվում, դուք ակնհայտ տեսնում եք, դուք ընդհանրապես վերքը ծածկում եք, որ ավելի է դառնում, իսկ լուծումները ես եմ տալիս։ Մենք սատելիտ կուսակցություններ չունենք։ Երկրորդը, ԱՀԾ զեկույցը հրապարակային փաստաթուղթ է, որը նշում է ռիսկերը։ Այդ ռիսկերի մեջ կարդացել են, չեն հասկացել ինչի մասին է, որ երբ որ խոսում են Սումգայիթ Հələ ճիվաղը գիտեք չէ՞ ինչ է ասում ան։ Որ եթե ուզում ենք ադրբեջանցիները ընդհանրապես լռեն Արևմտյան Ադրբեջանի մասին, մենք պիտի ոչ մի բանի մասին չխոսենք։ Ոչ Արցախի վերադարձիներին վերադառնալու, ոչ հայերի վերադառնալու, որովհետև հայերը իրավունք ունեն վերադառնալու Սումգայիթ, Արցախաշեն, ասում դուք պետք չխոսաք։ Այսինքն իրանք ասում մենք գալու ենք, որպեսզի իրանք չգան, մենք պետք է հրաժարվենք բոլոր պահանջներից։ Պատկերացնում եք, մինչդեռ իրանք որ ասում են մենք գալու ենք, իրանք գնալու դիմաց Հայաստանը արդեն ամեն ինչ վճարել է իրանք։ Դա փակված է, ընդհանրապես այդ հարցը մակում փակված է։ Ինչքան դիմել են, ասել են գնացեք գլողի ծոցը։ Ձեր հարցը փակված է։ Հիմա այս տականքը մեր հարցը ուզում է փակի։ Մեր հարցը ուզում է փակի իրանք պահանջի դեմ։ Մերը իրավական է, իրանցը օդի մեջ պահանջ։ Վերադարձի մասին, Բաքվի վերադարձի մասին, Ղարաբաղի վերադարձի մասին, դրանով են շանս ստեղծում, որ այդ նարատիվը Ասում եթե չեք ուզում այդ նարատիվը լինի, դուք պետք է չխոսաք ոչ մի բան մասին, այս տականքինն է։ Ալիևի տականքն է, ոնց նա է։ Նախին լսում եք։ Ես կոնկրետ մի րոպե ներողություն, ես կոնկրետ ասում եմ այդ թեման ոնց է փակվել։ Ես դրա մասին հոդվածներ եմ գրել։ Ես անկեղծ ասում եմ 500,000 հայերի վերադարձի թեման ընդհանրապես փակվում է եւ դրանով փակվում է բոլոր վերադարձների թեման։ Երբ որ մի թեման բացում են, այդ մի թեմայով այ արտաքին հետախուզության ծառայությունը գրել է հայաստանյան ուժերի մասին, որ մի գնացեք այդ ճանապարհով, որովհետեւ դուք սնում եք այդ օրակարգը Ասում դուք որ խոսում եք սնում եք այդ օրակարգը չի կարող լինել, որովհետև չի կարող լինել։ Դրա դիմաց իրենց կոմպենսացիաները ստացելու սիկտիր են եղել Փաշինյան Նիկոլ, ոնց որ դու ես սիկտիր լինելու մի քանի օրվանից։ Սա հələ բերում է փաթաթում է մեր գլխին, ասում դուք ոչ մի բանի մասին մի խոսացեք, որովհետև իրանք կարող է խոսան։ Ես ինչ դեվես դու արած։ Ադրբեջանի ներսում բորբոքելը, ինչ վերաբերում է հայոց ցեղասպանությանը, հիշում եք ինչ էին ասում, որ հայոց ցեղասպանության հուշահամալիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով քանդում են։ Այդ կուսակցություններից այս շրջանակներից մեկը, որևէ մեկը ներողություն խնդրեց, զերպարտիչների տականք, որ դուք չհասեցիք քանդեք, ձեր շնորհքը չէ, մարդիկ չթողեցին, որ դա քանդվի։ Իսկ դուք սկսել եք քանդելը ու նախագծով ատենց էր գրված, պայմանագրերը ատենց էր կնքված, այ վիժվածք։ Մենք է սաղ տեսել ենք։ Սա զրպարտիչների մի հավաքածույա պատերազմի եռագլուխ կուսակցություն, որ ուրեմն է ջախջախի խաղաղությունը, որովհետև իրենց փողերը աշխատել են կոնֆլիկտի ժամանակ, կարիերա են արել կոնֆլիկտի ժամանակ եւ կոնֆլիկտի շնորհիվ եւ իրենք գոյություն ունեն միայն կոնֆլիկտի պայմաններում։ Ով է խոսում կոնֆլիկտից, որ ամբողջ կարիերան եւ 8 տարին դա կոնֆլիկտների, կոտորածների, պատերազմների պատմությունն է։ Եվ ամբողջ խոսույթն է կոնֆլիկտներից, պատերազմից եւ արյունահեղությունից։ Հələ սրան նայեք։ Ու դուք ուզում եք այս տականքին, այս հոգեկանի երկիր ղեկավարել։ Վստահեք էլի, հա։ Քիչ է այս ամեն ինչը։ Երբ որ խաղաղություն կա, այս բոլոր ուժերը ընդհանրապես որևէ բան չունեն անելու Հայաստանի Նարեկ Կարապետյան, հետո Էդմոն Մարուկյան, խնդրեմ։ Այս ուժը Հայաստանի վերակառուցում անող ուժն է, այստեղ գրված է
արտաքին հետախուզության ծառայության հաշվետվության մեջ գրված է, որ դա Ադրբեջանի նոր գաղափարախոսությունն է լինելու եւ մեծ վտանգ է դա ներկայացնում։ Երկրորդ բանը 1950 թվականից ասում ենք ինչու է ցեղասպանությունը առաջնահերթ դարձել Հայաստանում։ Ես ձեզ բան եմ ուզում ասեմ, Հայաստանում 1950 թվականից չի առաջնահերթ դարձել։ Այն ընտանիքները, արևմտահայերի, ովքեր այստեղ են տեղափոխվել։ Մեր ընտանիքը 100,000-ավոր ընտանիքներ, ովքեր արևմտյան Հայաստանից այստեղ են տեղափոխվել։ Մշտական ցեղասպանության մասին ամեն օր տանը քննարկել են։ Դա մեր ժողովրդի ընդհանուր ցավն է։ Դա քաղաքական ելույթների ազգի ընդհանուր ցավն է, ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի տարբեր քամիների շեղվելու օրակարգ։ Հիմա որ Սումգայիթի հարցը բանը ինքն ասել է, որ մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձը չենք ուզում, որ նրանք էլ չուզենան ադրբեջանցիների վերադարձը։ Այդ այն դեպքում, որ Հայաստանից գնացածների եւ Ադրբեջանից գնացածների հարցն է հավասար։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հարցը առանձին է։ Բայց անգամ եթե իր ասածով է, մենք այնքը չի ուզում, բայց նրանք այնտեղ այդ հարցը եփում են։ Ես ասում եմ դու միակողմանի հարցը փակել ես, իրանք չեն փակում։ Մեր ասածը սա է։ Ինքն ասում է փակել են։ Հասկացա։ Դա ինչ կոնֆերանս են անում, դա ինչ են խոսում, ինչ Հաջիևով բանով։ Լսենք, ես հետ եմ ասում։ Կես րոպե ունի։ Ասածս բանը։ Ակնհայտ է, որ երիտասարդը չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Այդ բոլոր այդ մարդիկ չեն հասկանում, չեն տիրապետում այս մարդիկ նյութին։ Ոչ թե ինչ-որ քաղաքական ուժերի որ Սումգայիթի հարցը բանը ինքի վերադարձ։ Հա, հավասար։ Ուզում, բայց նրանք ասում են փակին է խոսում։ Այդ բոլոր հարցերի համար էին մանկապարտեզներից հոսանքներ գողանում, զորամասերից հոսանքներ գողանում։ Հասկանում եք ինքը ինչից է լուրջ բան ասում, որ այդ տականք ցեղասպանության հարցը 1950 թվականից չի եղել։ Այդ միշտ օրակարգում է եղել, հենց ցեղասպանության օրվանից։ Ինքը ինչ է խոսում, ասում է, երիտասարդը թեմային չի տիրապետում։ Դրա համար եք դուք մանկապարտեզներից եւ զորամասներից հոսանք գողանում։ Այս առնետի հոգեբանությունը հասկանում եք։ Սա առնետ է, թունավոր, վտանգավոր առնետ։ Որին բասացում են ասում են, լսի այդ հայերի գնալն ու իրենց գալը 90 թվականից այսքան փակված է, իրար իրանք փակել են։ Արցախի գնալը դրա մեջ չի մտնում, դու չես կարա կապես դրա հետ։ Հիմա գնում ենք ամենակարևոր մասը, ես վերցնում եմ որպես վերջամաս, պետք է ասեմ, այս 4.5 ժամ է եղել, ես առանձնացրել եմ ամենակարևորները։ Մենք 1 ժամ 40 րոպե, կարող 1 ժամ 50 րոպե տեղավորենք։ Սա գիտեք ինչ տիտանական աշխատանք է, որ դուք լսեք ոչ թե աղմուկը երկրորդական խոսակցությունները ամենակարևորը։ Սա վերջնականն է, որը բացահայտում է այս տականքի ամբողջ հրեշային բովանդակությունը, որ կարող է ընթացքում լսելուց հոգնածության պատճառով ուղղակի դուք բաց թողած լինեիք։ Ես անովել ուզում ավարտեմ, հատ լսենք։ Իր բանակցություններում պահպանել Արցախի հարցը, որը սխալ ու հանցագործ քաղաքականության պատճառով զոհաբերվել է եւ հիմա դուք վիճում եք մի բանի շուրջ, ինչի մասին մենք տարիներ շարունակ զգուշացել ենք։ Չեմ ուզում հարցը տվեցի մոնոլոգի չվերածի։ Չէ, բայց կարևոր բան է ասում։ Հենց այդ եմ ասում։ Լսեք, If you don't know what's wrong, know where to go. Հարաբաղի շարժումը հակարդա Հայաստանի սիրելի ժողովուրդ, ես փակել եմ Ղարաբաղյան շարժման էջը հանուն ձեր երեխաների, որ ձեր երեխաները ապրեն։ Լսում եք, հետո պատասխանում եք, մեկ գումարած երկու։ Գոյատևման ժամանակը եկել է ապրելու սեփական պետության մեջ կյանքը վայելելու ժամանակը, պատերազմի Լսեցիք սեփական պետության մեջ, Արցախը մեր պետությունը չէր։ Մենք Արցախում կյանք չենք վայելում, լես տականքին լսեք դուք։ Տակցությունը ուզում է ջախջախել խաղաղությունը եւ Հայաստանում ապրելու ձեր երեխաների իրավունքը։ Խաղաղությունը դա անվտանգության հետևանքն է, ոչ թե դրա փոխարինողը։ Սա մեկ։ Երկրորդը, դուք սպասարկել եք նույն քաղաքականությունը եւ դուք կրում եք ավելի մեծ պատասխանատվություն մեր գաղափարախոսությամբ, դա դավաճանություն է, ձեր սովետական ժառանգած այդ Ստալինի քարտեզով, դա նաեւ հանցագործություն է, որովհետեւ ձեր կոչով հազարավոր երիտասարդներ, եթե դուք կոչ եք անում, որ նախ դա շատ ռիսկեր է պարունակում, երբ դուք ասում եք Ադրբեջանի կազմում է, դուք մեզ դնում եք օկուպանտի տեղ, դա բերելու է մեծ հետևանքների, ռազմատուգանքների է բերելու, դուք բերելու եք Հայաստանի կործանումը, կանգ Ես պահանջում եմ, որ մեր նահատակների զոհությունները չթերագնահատվեն, չնսեմացվեն։ Լսեցիք։ Ինքը կոչում է օկուպանտ հայերին, ինքը պահանջում է նահատակների չնեսամասնել, լսեք, սա տականք գոյություն չունի, սա գիտեք որ այն դեպքն է,
որ մեկը ծնողներին սպանում է, ու բայց դատարանում խնդրում է իրան խղճալ, որտեղ ինքը որբ է։ Լսում եք, սա ինչ է ասում։ Սա հրեշ է։ Նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, անկախության եւ ես Արցախ ազատագրողները փաստորեն ընկել են ինքնիշխան եւ ինքնիշխան աշխարհ, չգիտեմ, ինչ ասեց, այս տական կարթը ես բարկություն խառնում ամեն ինչի։ Սա որին ինքը բոլորին ուրանում է ու կոչում է օկուպանտներ, հիմա կոչում է, ասում է, որ նրանք մի թերագնահատեք նրանց, ինքնիշխանության համար է զոհ է։ Սա անմարդկային հրեշ է։ Ես այո հպարտ եմ ժողովուրդ, որ ձեզ բոլորին դուրս եմ բերել այդ անհեռանկար կոնֆլիկտի թակարդից։ Ես հպարտ եմ դրա համար։ Ես էլի ասում եմ, եթե դուք դրա համար Ով կարա իր փոխարեն այդքան մարդ սպանելուց հետո հպարտ լինի դրա համար։ Մենակ այս վիժվածքը, լսեք։ Պետքա որոշեք, որ ես պետքա կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես որոշել ենք ձեր որոշմանը։ Արա որոշել ենք կանգնի, դու մեկը ասես տենես կանգնելու ես, Նիկոլ։ Դու սենց տենես կանգնելու ես, հարցը այն ով է քեզ սատկացնելու, հայը թե թուրքը։ Հայը թե քո տերերը, այն որ քեզ սատկացնելու են միանշանակ է։ Տենում ես այդ բանը գլխիդ մեջ որ մտել է, այդ լույսը, այդ նիզակը, էդի գլխիդ մեջ է։ Դու պդիցելի տակ ես ապրում։ Ստե ամբողջ հարցը այն ով է դա իրականացնելու, բայց որ դա իրականանալու է, դա մի անգամ չի քննարկվում նույնիսկ։ Կկանգնեմ գնդակահարության պատի տակ, բայց մինչև վերջին վարկյանը իմացեք, ես երջանիկ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից։ Մարդը երջանիկ է, որ այսքան մարդ է տալ է սպանել, այսքան էլ տնից զրկել է, ինքը երջանիկ է դրանով։ Գնահատեք հրեշության մակարդակը։ Ես անկարող եմ, ես հանձնում եմ։ Չկա բառարանում, չկա տիեզերքում մտես չափանիշ, որ կնկարագրի հրեշության ամբողջ մասշտաբները։ Ինքը երջանիկ է, դուք հասկանում եք։ Ու սա լսում են ծնողազույգ մայրերը, նանեց կորածների բարեկամներն ու հարազատները, որ սա երջանիկ է, հասկանում եք։ Ես ձեզ ազատել եմ ֆորպոստությունից եւ բերել եմ իրական անկախություն։ Ազատել է ֆորպոստությունից, սա իրական անկախությունն է, ինքը երջանիկ է այս ամեն ինչը անելու համար։ Նախիջ դու սրան ընտրելու ես, սրան կընտրեն բացառապես նախիրի հատկություն ունեցող ընտրողները։ Նախիր, ինչ է նշանակում նախիր, որ իրան այսքանն է հետաքրքիր, ինչ է դրան դեմը դրած ուտելու, ասեմ, խոտը դեմը լինի, ջուրը կողքը լինի, վերջ, որ բացարձակապես չի հետաքրքրում, երեք ինչ է եղել իրար հետ, հենց հիմա ինչ է լինում իրար հետ ու վաղ ինչ է լինելու, իր երեխեքի, ամեն ինչ, բոլոր հետ, կարևորը այս պահին կորմը, խոտը դեմը դրած է։ Սա է նախիրի հոգեբանությունն ու բնորոշումը ու այս կարգի բնորոշումն ունեցող մարդն էլ այս հրեշին կարա ձեն տա, ասի 8 տարի կյանքս կեր, երջանկացի, որ վաղի իմ երեխուն տանելու ես մորթել տաս, հետո ասես սա էր իմ նպատակը, սանով պետքա պահվեր պետականությունը, մի թերագնահատեք այդ մորթվածների սպանվածներին, արա դու ես ինչ ես դու։ Իրական հեռանկար։ Սուրեն Պետրոսյան։ Եթե կարելի է այն տվեք։ Շեդևրը լսեք իմ։ Իմ ժամանակը խնդրում եմ վերականգնեք։ Ուրեմն, երբ պարոն Փաշինյան խոսում եք նահատակներից եւ ասում եք, որ խոնարհում եք նահատակների առջեւ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել ձեր ելույթը ազգային ժողովում, երբ դուք ասեցիք մենք կարող ենք ունենալ այս նույն իրավիճակը, սակայն առանց այս մի քանի հազար զոհերի ուղղակի։ Բայց ինքը այսքան երջանիկ չէ լինի դրա համար։ Ժամանել ասում եմ, մենք գիտակցաբար ենք տալել այդքանին կոտորելու։ Դուք ինձ դրա այդ դեպքում կհանվանեիք դավաճան։ Այսինքն դուք հրաժարվել եք, եթե անգամ այդպես էր դավաճանի պիտակը ստանալ եւ դրա փոխարեն զոհաբերել եք հազարավոր տղաների։ Ես ձեր խոսքը ուղղակիորեն մեջ բերում։ Եվ երկրորդը, երբ դուք ասում եք Արցախի թեման մշտապես փակ է եղել, ես եւս մեկ անգամ եմ հիշեցնում եմ, խնդրում եմ ակնկալում եմ անդրադարձ։ Եթե Արցախի թեման ներողություն միտքս ավարտեմ, եթե Արցախի թեման որպես այդպեսին փակ է եղել, ինչի համար է ստեղծված եղել ՀԱԿ Մինսկի համանախագահողների խումբը, արդյոք Հայաստանը եղել է գերտերություն, որ 3 միջուկային գերտերություններ ուզել են Հայաստանից համոզել միջազգային իրավունքը վերականգնել, թե ոչ։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Շնորհակալ եմ այդ հարցի համար։ Հետևյալի համար,
ստեղծվել է հետեւյալի համար, լսեք։ որ այդ երկրները թույլ չտան, որ կոնֆլիկտը լուծվի, որովհետև կոնֆլիկտի չլուծումը որևէ ժամանակաշրջանում անպայման համապատասխանել է երկրներից մեկի շահերին։ ԵԱԿ Մինսկի խումբը ստեղծվել է, որպեսզի կոնֆլիկտը չլուծվի եւ Հայաստանը թակարդից դուրս չգա, եւ Հարավային Կովկասը թակարդից դուրս չգա։ Եվ ես երջանիկ եմ, որ հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության Լսեք, Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, հասկացեք, դուք եք մեղավոր ես կոնֆլիկտի համար, լսեք, դու գալու եք Ամերիկայից, են բանկը, փնթիկա են ժանգոտ, ամերիկյան Նիկոլը, Ֆոն դեր Լայնը, գալու եք դուք օգնեք, դուք, որ մեղավոր եք ես ամեն ինչի համար, ես այրա կաշին փրկելու համար ձեզա հանում մեղավոր, դուք հասկանում եք, սրան ով օգնի իշխանության մնալու համար, վաղը ձեզա մեղադրելու իրան օգնելու համար։ Դուք սրա հրեշությանը աստիճանները չեք կարող պատկերացնել, ասկում մարդկային երևակայությունից դուրս է։ Դուրս են բերել այդ թակարդից, պատերազմի առաջին օրը ես գնացել եմ խորհրդարան եւ ասել եմ հենց հիմա ես պատերազմը կարող եմ կանգնացնել, բայց մենք պետք է համակերպենք, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը ամբողջ խորհրդարանը Հասկացաք, ինքը գնացել ասել է, ես կարող եմ կանգնեցնել, բայց պետք է հարմարվեք, որ պետք է Ադրբեջանի կազմում լինի Արցախը, իրան ասել են ոչ, ու ինքը եկավ կանգնեց բանը էկրանի առաջ, ասեց եկեք պայմանավորվենք, որ ինչ է լինի, մենք մեր պարտավորված չենք զգալու։ Կեցե Արցախը, հագնվեք, գնակնվեք, գնացեք զոհվելու ունեղ։ Հասկանում եք։ Հետո էլ ասել են, արա, կանգնացա։ Ասել է, չէ։ Нет. Ասացար, նրանք մեր խանգարեք մեկ ինձ ձայնը կանջատեն։ Բոլորի խանգարում, ախի ձայնը չեք դրել, լավ եմ։ Ոնց լավ եմ ասել։ Ոչինչ չեմ։ Մի րոպե, բան փաշնեմ, մի վարքյան, ներողություն, որ ես բացահայտել եմ Ղարաբաղի հարցի տակ հագնված թակարդը եւ ժողովրդին Հայաստանին դուրս են բերել։ Այսինքն եւ Ամերիկան եւ Ասկի եւ Ամերիկան եւ Ֆրանսիան այդ թակարդն են մեր համանելու, ասում հա։ Մակրոն թիսրայերեսի խորքի դեն անասուն են ամերիկացին դրա համար մեկա, ինքը կասի Բայդենն է դա այդ կապ չունեի, բայց Մակրոնը պետք է սրան կանչի մոտը Ֆրանսիա, Ելիսեյյան պալատներ, ասին մատ կանգնի դեմս, մատ կրացի, մնացածն արդեն էականչի։ Հələ դեմքը նայեք, ինչ վստահությամբ ասում հա։ Այս դեմքով էլ վաղ ասելու է հա, այս երկիր էլ քոնը չի։ Դավայ դուրս եք արտանից հետ։ Վերջ տվել եմ Թուրքին։ Հա։ Դու չես ունեցել պետականություն ստե։ Ոնց որ Բաղանիսի ոսկեպարի մարդկանց ասեց։ Դուրս եք եկար, ասա ձերը չի։ Ճիշտ է, թաղված ան դե գերեզմաններն հայկական, բայց դա ձերը չի։ Ճիշտ է, եկեղեցին ես, բայց դա ձերը չի։ Այս դեմքով էլ ինքն ասեց։ Իր անասուններն էլ ուղարկեց, որ ջարդելով մարդկանց անեն տնից։ Անելու է։ Հենց այս դեմքով։ Այո, ու կրկնում է, այո։ Ես խնդրում եմ դա բարձրաձայն ասեք, իսկ ես լերբ է գոռում է տակը, այա պուշ ինչ ես գորգրում տակը, թող խոսանք, թող լսենք ինչ են ասում, Սուրեն Պետրոսյանը պնդում ասում է, բարձրաձայն ասում, այո, Ամերիկան էլ, Ֆրանսիան էլ այդ ծուղակն են սարքել մեր համար, սա Ալիևի, չգիտեմ, լավագույն, ամենահաջողված շպիոնն է, ամենահաջողված կամակատարն է, որ կարող էր Հայաստանին այս վիճակի մեջ դնել։ Դուք ինքներդ կարող եք նայեք, ես եմ մնացածը ցույց չեմ տալու։ Սա մոտավորապես 3 ժամ 30 րոպեի մոտերն է սա։ Այս խոսակցությունը։ Եթե Ամերիկան եւ Ֆրանսիան Մի վարքյան պարոն Բաղդասարյան, ներողություն։ Մենք նույն ժամանակը վատնում ենք այս աղմուկի վրա, թույլ տվեք մարդը արձագանքի, պարոն Պետրոսյան, խնդրեմ արձագանքեք։ Ինչ ձայն եք խոսում։ Այսինքն դուք նույնն էլ ներողություն, այսինքն դուք արձանագրում եք, որ բացի Ռուսաստանը, ինչպես դուք եք նշում, նաեւ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան այդ դավադիր գործարքի մաս են կազմել։ Ճիշտ եմ հասկանում։ Ուրեմն պետությունների տարբեր փուլերում, Ղարաբաղի հարցի կարգավորման տարբեր փուլերում, տարբեր երկրների կտրականապես ձեռնտու չի եղել, որ Ղարաբաղի այսինքն մեր պարտություն եւ ես պաշտոնապես ասում եմ, Հəլես հրեշին դուք նայեք, արա։ Ես հրեշին նայեք դուք։
այդ Միսկի խումնը, որ պահել է Ադրբեջանի բրկից, որ պատերազմ չլինի, սա ասում է հենց այդ երկիданքի են մեղավոր, ոչ չեն թողում մենք դատարկենք Արցախի հարցը լուծենք։ Նայեք այս հրեշի դեմքին, այս տականքին ընտրողներ ձեզ է վերաբերվում։ Միշտեր ասում եմ, Միսկի խումբը ստեղծվել է ցեղասպանությունից արցախցիների պահելու համար, լսան նայ ասում։ Դրանք էին խանգարում, որ հարցը վերջնականապես լուծվեր։ Ցրեցինք, լուծեցինք, լուծարեցինք, վերջ մոռացանք դրա մասին։ Հազիվ մենք դրան հասել ենք։ Նայեք այս դևային հայացքը։ Ով սրան ընտրում է, ինքն էլ էս դևի հետևորդներից է։ Ինքն էլ համաձայն է այս ամեն ինչին։ Դև բառից են կողմ երևի չի կարող ասել բնորոշում լինի։ Նույնիսկ քֆուրը չի կարող այդ էֆեկտը տա։ Մնացածը ով ինչ ասեց արդեն էական չի։ Լցեցին վրեն ուղակի այսպես իրան։ Դուք նայեք արդեն մնացածը։ 3 ժամ 30 րոպեից հետո։ Պատկերացրեք քանի ժամ է պետք է ամեն ինչ առանձնացնելու համար։ Բայց այս ամեն ինչը պետք է տեսնեիք դուք։ Այս ամեն ինչը պետք է տեսնեիք դուք, որովհետև ընթացքի այդ աղմուկը, որ դուք լսեիք, կարող է միջև վերջ չլսեիք, բայց սա պետք է տեսնեիք դուք։ Սա պետք է տեսնեիք, որ սա իրականությունն է։ Սա այս դիվային իրականությունն է։ Ով ընտրում է սրան, իր մահն է ընտրում։ Ու ինքը ձեզ ապացուցելու է դա։ Ու հիմնավորելու է դա։ Ոնց որ հիմա է հիմնավորել։ Ես անոր կվերջացնեմ, եթե մարդկա ուզում ամբողջնայի, անշուշտ ձեր գործն է, բայց կարծես թե այս ամեն ինչն ինչ որ պետք է իմանալ սրա մասին նաև։ Չլիներ այս բանավեճը մենք այսքան բան չենք իմանա։ Այսօրվա համար այսքան է, ստիմ լրիվ բավական։ Լավ մնաց։